Так, ողջույն բոլորին, նորից այսօր մեր երկրորդ հանդիպումն է, մաստեր կլասի երկրորդ օրն է, ու այսօր էլի մի քանի հետաքրքիր թեմաներ ենք իրար հետ ուսումնասիրելու։ Так, հիմա ես միացնեմ իմ պրեզենտացիան և սկսենք մի վայրկյան։ Շատ ցածր է ձայնը, Ժողովուրդ ջան, ինձ թվում է ձեր մոտից է, կխնդրեմ դուք ձեզ մոտ նայեք էլի, որտեվ անդադ գրում եք, ինձ թվում է ձեր մոտից է, իմ ձայնը, ինձ թվում է լավ է լսվում, ձեր մոտից է խնդիրը, մի հատ ձեր մոտից նայեք, հա, օքեյ, լավ, իսկ ուր է իմ պրեզենտացիան, մի վայրկյան, հիմա տեսնենք։ Так, այսպես, շատ լավ, սա ստեղ, Կան մարդիկ, ովքեր երեկվա հանդիպմանը չէին եղել, բայց ձայնագրությունը նայել են, հա, ինչ-որ հարցեր կան, առաջացել են, օքեյ, շատ լավ, Ժողովուրդ ջան, դե, իմ էկրանը տեսնում եք, միացված է, սկսենք արդեն, այսօր մեր երկրորդ հանդիպումն է, երեկ առաջինն էր, այսօր երկրորդ հանդիպումն է, ինչ նայեցինք մենք երեկ մեր հանդիպմանը, մենք երեկ նայեցինք, թե ինչ է մետաֆիզիկան, ծանոթացանք ընդհանուր մետաֆիզիկայի նրա ուղղություններին, հասկացանք ինչա ֆենշուն, ինչի համար է ֆենշուն և ինչի համար ենք ընդհանրապես այն օգտագործում և նայեցինք կարևոր հատվածները բնակարանում, 3 հիմնական հատվածներ, հա, նայեցինք մուտքի դուռը, հասկացանք ինչ տարբերակներ կան, ընդհանրապես մուտքի դուռը ոնց կարա ազդի, որն է դրական, որն է բացասական, նայեցինք խոհանոցի հետ կապված հարցեր, դասավորվածության մասով և նայեցինք ննջարանի հետ կապված հարցեր, այսինքն մահճակալի դիրքով պայմանավորված ու քննարկեցինք մի քանի հարցեր դրա մասով։ Հիմա, այսօր մենք նայելու ենք բնակարանի հարստության հատվածը և դրա ակտիվացումը, ինձ թվում է մեծամասնությանը սա շատ էր հետաքրքրում ու ինքը շատ լավ ակտիվացիա է, շատ հետաքրքիր ձևով է աշխատում, սա ենք նայելու ենք 2026 թվականի թռչող աստղերը, ովքեր ծանոթ են ավելի լավ, ովքեր ծանոթ չեն, կծանոթանան, որտև օգտակար է սա, ու ֆինանսական ուժեղ ակտիվացիա ես կտամ օգոստոս ամսվա համար, որը պետք է կատարեք ձեր բնակարանում, հիմա եկեք անցնենք առաջ։ Նախ ուզում եմ մի հատ հարց տամ, ինչ բացահայտում եղավ ձեզ մոտ երեկվա մաստեր կլասից, այսինքն ինչն էր բացահայտում կամ ինչը փոխեց ձեր մեջ երեկվա մեր հանդիպումը, միգուցե ինչ-որ ձեր բնակարանին սկսեցիք այլ կերպ նայել, կամ ինչ-որ նոր բացահայտում արեցիք, որին այդքան առաջ միգուցե այդքան ուշադրություն չէիք դարձրել, դա կարա լինի կապված ձեր մուտքի դռան հետ կապված, հա, եթե մուտքի դռան հետ էր կապված, կարող եք դա գրել, կամ եթե ննջարանի մասով էր մահճակալի, հա, կամ խոհանոցի մասով, հա, այսինքն որից է խնդիր, որը իմ նշած տարբերակներից ձեզ մոտ առկա է ու դրա մասին դուք չգիտեիք։ Հիմա եկեք մի հատ գրենք, հա, հասկանանք, սկսեցի ուսումնասիրել բնակարանը, Հասմիկ, շատ լավ է, հետաքրքիր էր գազի և ջրի հատվածը, ննջարանի, Հակոբ, շատ լավ է, այսինքն ինչ-որ նոր բացահայտումներ եղան, չէ, և որովհետև երբ որ մարդիկ առաջի անգամ են սկսում ֆենշուի հետ ծանոթանալ, սկսում են այլ կերպ նայել, հա, բնակարանին ու փորձում են հասկանալ ընդհանրապես այ օրինակ ինչն է ճիշտ, ինչն է սխալ, հա, որն է դրական, որն է բացասական, ու այսի շատ կարևոր է։ Դռների դիրքը Լիաննա մասով բացահայտում էր ինձ համար, չէի մտածի, որ գազօջախը կարող է ֆինանսի հետ կապված լինել։ Գազօջախը շատ մեծ ազդեցություն ունի ֆինանսականի վրա, շատ մեծ, ու էդի ֆենշուի հիմնաքարերից է, հա, ֆենշուի հիմքում հենց դա է հանգած, գազի ջրի միջև կա պահարան, ինձ մոտ խոհանոցում կրակ և ջուր,
բոլոր նշածները շատ կարևոր դարձան ինձ համար։ Ուրախ եմ, Ժողովուրդ ջան, որ դուք ունեցել եք նման բացահայտումներ, համ ձեր աշխարհայացքն է ընդլայնվում, համ էլ դուք ծանոթանում եք մի այսպես ուղղության հետ, հա, մետաֆիզիկական, որը շատ օգտակար է ու դա ամբողջ կյանքի համար կարելի է օգտագործել։ Մի երկու բան էլ կարդամ գրվածներից, ես ննջարանի հայելին արտացոլվում է շոր էի գցել վրան, լավ էր։ Այսինքն գիշերը լավ եք քնել, հա, լուսինե առաքելը։ Փորձեք մի որոշ ժամանակ տենց անել, կտեսնեք արդյունք, այսինքն արդյունքը ավելի լավ կերևա, բացահայտեցի, թե որքան սխալ է դասավորվածությունը իմ ննջասենյակում։ Ուրեմն պետք է կատարեք փոփոխություն, գազօջախի դիմաց բաքսի կա պահարանի մեջ, օքեյ, դա չեմ կարծում ինչ որ խնդիր լինի, եթե դրա կողքը չունեք ջրային ինչ որ էլեմենտներ։ Հիմա, Ռոժ ջան, երեք շատ հարցեր եղան, ինձ անձնականով էլ են գրել տան մուտքի դիմացի հատվածի մասով, ես որոշեցի սրան առանձին անդրադառնամ։ Սա այս նկարները մասնակիցներից չեն ուղարկել, այս նկարը իմ кейսերից է, այսպես ասած, իմ արած կոնսուլտացիաներից մեկի, ուրեմն кейսն եմ ձեզ ուզում ներկայացնեմ, ուրեմն ինչ ունենք ստեղ, հա։ Ուրեմն ներողություն, տունը ինքը սեփական տուն է, սեփական շատ մեծ առանձնատուն է ու առանձնատունում ունենք հետևյալ պատկերը, հա, հիմա եկեք ես ձեզ sense ցույց տամ։ Սա մեր մուտքի դուռն է, սա մուտքի դուռն է, սա էլ է մուտքի դուռը, նույն նկարն է, եւ սա մուտքի դռնից նկարածա դեպի դուրս է։ Ուրեմն մուտքի դռան դիմաց, ինչպես տեսնում եք, մոտ մի 3 մետր, հա, 3 մետր, մաքսիմում 4 մետր հեռավորության վրա կա սենց ինչ որ նման ինչ որ փայտից բանա սարկած։ Երբ որ ես առաջի անգամ սա տեսա, այստեղ ինքը ծառայում է որպես բացօթյա, այսպես ասած, նստելու տեղ, նաև գարաժ, հա, գարաժ, որտեղ երկու մեքենա է կանգնում, պլյուս այդտեղ լցված էր լիքը ոչ պիտանի իրեր, առարկաներ, մի խոսքով եւ այլն, պլյուս դրան նաև վարակույրով փակվում էր, որովհետև արև էր ընկնում, երբ որ նստում էին դուրսը, հա, նման վիճակ էր։ Որն է սրա պրոբլեմը։ Նախ սա կառուցելուց հետո ինքը բերել է պրոբլեմ, հա, այսինքն ընդհանրապես առաջացել են խնդիրներ եւ այլն, ինչու, որովհետև տան դիմացը դա պայծառ սրահ, տենց հատարկմանությունը ֆենշույում պայծառ սրահի ուրեմն հատվածն է, երեք էլ ասեցի, պետք է լինի մաքսիմալ ազատ, մաքսիմալ գեղեցիկ, մաքսիմալ մաքուր, հա, ինչքան որ հնարավոր է։ Ու եթե նման բան կա, սա միանշանակ ազդում է հաջողության վրա, ինչու, որովհետև հենց այդ հատվածում ձևավորվում է ցի էներգիա։ Երեք խոսել եմ սրա մասին, ու եթե չունենք ցի էներգիայի համար հատված, որտեղ ցի էներգիան պետք է կուտակվի, ապա մենք ունենք պրոբլեմ, հա։ Ինչքան այս տարածքը մաքուր է, ինչքան այս տարածքը գրավիչ է, ավելի հետաքրքիր է, հա, քիչ կան խանգարող հանգամանքներ, ծառեր, հա, կամ ինչ որ սյուներ, կամ նման մի բան, ապա իմացեք, որ ձեր բախտը բերել է։ Իսկ եթե դուք ունեք նման ինչ որ մի բան, որը հենց մուտքի դիմացն է, ապա խորհուրդ կտամ դրա հետ ինչ որ լուծում գտնել, հա։ Ինչ մենք արեցինք, բնականաբար մենք չքանդեցինք սա, որովհետև այս պահին իրենք պատրաստ չէին այդ քայլին գնալ, քանդել, բայց ես առաջարկեցի, որ մեքենաները հանենք այդտեղից ու մեքենաները այդտեղ չկայանեն։ Մեքենաները այլևս այդտեղ չեն կայանում, այդտեղից հանվեց ամբողջ աղբը, այսպես ասած, ես ուղղակի նկարը չգտա, հետո ինչ վիճակ էր, պատկերացեք ինքը լրիվ դատարկ էր, վարակույրը հանեցինք, մի խոսքով մաքրել ենք իրան, հիմա ինքը համատած ավելի լավ վիճակում է գտնվում։ Իդեալական վիճակում չի, բայց համատած լավ վիճակում է, հա, ու սա կնպաստի ցի էներգիայի ազատ հոսքին, ցի էներգիայի կուտակմանը, որից հետո այդ էներգիան ինքը կլցվի դեպի տուն, հա, չեն լինի խանգարող հանգամանքներ։ Սա կարևոր է։ Կան ծառերով նաև տարբերակներ, հիմնականում ծառեր են լինում, չգիտես ինչի մարդիկ բերում են մուտքի դիմացը, 1-2 մետր հեռավորության վրա ծառ են դնում, լինում է, ասենք, պոպոկի ծառ, չգիտեմ, կապ չունի ինչի ծառ եք դրել, կարևորը, որ այդ ծառը պետք է լինի բավականին հեռու, ձեր դիմացը, տան մուտքի դիմացը պետք է լինի մաքսիմալ ազատ եւ գրավիչ, սա շատ կարևոր է։ Մի քանի օրինակներ բերեմ, ինտերնետից հանված նկարներ են սրանք, բայց մոտավոր դուք արդեն կպատկերացնեք, հա։
Տեսեք, նման տներ, օրինակ այս տարբերակը, որ ես աջից առաջի տարբերակը, որտեղ ունենք շատրվան, հա։ Ընդհանրապես ֆենշույում շատրվաններ շատ են օգտագործում, որովհետև ջրի ֆորմացիան, ջրային ակտիվացիան, այլ ինքը ակտիվացիա համարվում, եւ նամանավան դռան դիմացի հատվածում նման շատրվան ունենալը ինքը շատ օգտակար է։ Ինչի, որովհետև սա նպաստում է շատ մեծ քանակի ցի էներգիայի կուտակմանը, հա, արտաքին աշխարհից, որից հետո այդ էներգիան տարածվում է արդեն տան մեջ, ձեր ամբողջ հողամասով եւ այլն։ Սա շատ լավ է։ Սա նման տներ ես շատ եմ տեսել, հատկապես Լոս Անջելեսում ու հարուստ հողամասերում, օրինակ Beverly Hills կամ ասենք La Cañada, հա, չնայած Գլենդեյլում է կան, բայց հիմնականում Beverly Hills-ում են տները նման տեսքով ու բավականին հին տներ են, մեծամասամբ, բայց ունեն շատ լավ ֆենշու, հա, ունեն շատրվաններ։ Իհարկե, շատրվանի մասով շատ կարևոր է նայել, թե որ հատվածում է դրվում շատրվանը, որպեսզի բարենպաստ աստղերով լինի, բայց ամեն դեպքում իմացեք, որ տան դիմացը շատրվան եւ նման գեղեցիկ այգի ինքը շատ դրական է ազդում հաջողության վրա։ Եթե նայենք մեջտեղի նկարը, այստեղ եւս մենք ունենք տուն, հա, առանձնատունը ու իր դիմացը բավականին ազատ տարածքը։ Ծառը, որը նկարում կա, ինքը գտնվում է մուտքից դեպի աչա, ու սենց ձախ վիճակում, եթե տան ներսից ենք նայում աջ կողմում, ինքը չի խանգարում ընդհանուր ձեր մուտքին։ Եթե մենք ուզում ենք հասկանանք արդյոք ծառը խանգարում է կամ սյունը խանգարում է, թե չէ, կամ մի պարզ բան, որ դուք կարող եք անել, հա։ Ուրեմն ինչ եք անում։ Հիմա ես ձեզ բացատրեմ, որ ավելի պատկերավոր լինի։ Սա ձեր դուռն է, հա, դռնից դուք երկու գիծ եք առաջ տանում, երկու գիծ, այսպես։ Եթե ձեր ծառը այս երկուսի, հա, այս հատվածից դուրս է, օրինակ ստեղ է, կամ ստեղ է ձեր ծառը, այս հատվածում է կամ այս հատվածում է, ուրեմն դա նորմալ է, դա չի խանգարում ձեր մուտքին։ Իսկ եթե ծառը գտնվում է մոտավորապես այս հատվածում, որը արդեն կարող խանգարի, կամ գտնվում է իր դիմացը, կամ պատկերացրեցիք, հա, այս շրջակայքում, ուրեմն ստեղ մենք ունենք խնդրեմ։ Հա, սրան պետքա ուշադրություն դարձնենք ու պետքա փորձենք ազատվենք այդ ծառից կամ այդ սյունից, եթե գտնվում է այս հատվածում։ Սա առաջացնում է խնդրեմ, հա, սա շատ մեծ խնդիրներ կարող առաջացնի եւ հաջողության, եւ ֆինանսի, եւ առողջության հետ կապված, հա։ Ու շատ հաճախ նման տանը կա նման ստատիստիկա, ծնվում են աուտիզմով եւ առողջական այլ խնդիրներով երեխաներ։ Դրա համար խորհուրդ կտամ մի փոքր ավելի ուշադիր լինեք նման հարցերին ու փորձեք կարգավորել, եթե կա նման հնարավորություն։ Դա միայն օգուտ կլինի ձեզ։ Եթե նայենք այս մյուս տարբերակը, այստեղ մենք եւս ունենք էլի դատարկ տարածություն, հա, այստեղ չունենք ծառեր, այստեղ մուտքի դիմացը ազատ է, բավականին սիրուն, հետաքրքիր վիճակ է ու էլի ցի էներգիայի շատ լավ կուտակում է տեղի ունենում, հա։ Սա ուրեմն տան դիմացի հատվածի մասով օրինակներ էր, որ ուզում էի ձեր հետ ուզում էի անպայման ձեզ հետ կիսվել, հա։ Մի վարքյան, այս ինչի չի լինում ջնջել։ Մի րոպե։ Okay, լավ, տանենք Իրանեսկում։ Հիմա եկեք հասկանանք հատակագծի տեսակները։ Մի քանի հոգի կիսվել են իրենց հատակագծերով, Telegram-ում տեսել եմ։ Ուրեմն ինչպիսի հատակագծեր ունենք, հա, սովորաբար ինչ հատակագծեր ենք հանդիպում ու ես իմ պրակտիկայում էլ տարբեր հատակագծերով բնակարաններ եւ առանձնատներ շատ եմ տեսել, հա։ Հիմա եկեք հասկանանք ընդհանրապես ինչպիսի հատակագծեր են լինում։ Առաջի տարբերակը սա քառակուսի հատակագիծն է, հա, որտեղ ընդհանուր մակերեսը ինքը քառակուսի է եւ մնացած սենյակները արդեն դասավորված են դրա մեջ։ Սա առաջին տարբերակ։ Հիմա եկեք անցնենք երկրորդ տարբերակին։ Երկրորդ տարբերակը ինքը ունի նման տեսք, հա, նման հատակագիծ, միգուցե ձեր տունն էլ է այս հատակագծով, ինչ է ստացվում, մենք ունենք գեաձև, հա, գեաձև հատակագիծ, ինքը ոչ ուղղանկյուն է, ոչ քառակուսի է։ Նախորդը ինքը քառակուսի հատակագիծը, իսկ սա ինքը գեաձև կարելի ասել հատակագիծը, որը ոչ ճիշտ ֆորմայով է, այսպես ասած։ Հիմա նայենք հետևյալը, հա, երրորդ օրինակում ունենք կարելի ասել գեաձև կամ մի փոքր ավելի տձև,
հատակագիծ, որը չունի հստակ ֆորմա, այսինքն հստակ ֆորմա չկա եւ սենյակները բաժանված են շատ անհասկանալի ձևով։ Հա։ Սովորաբար նման հատակագծերը ֆենշույում համարվում են ոչ դրական հատակագծեր։ Հիմա չորրորդ տարբերակը նայենք։ Սա արդեն ուղղանկյուն հատակագիծ է, հա, ուղղանկյուն հատակագիծ է ու ինքը համարվում է դրական ֆորմայով հատակագիծ, հա, ֆենշույում։ Իմիջիայլոց մի բան ասեմ, ստեղ հետագայում կարող է ձեզ պետք է հետաքրքրի, եթե դուք ունեք բալկոն, որը բաց բալկոն է, պատշգամբ է, որը բաց է, ուրեմն դա մենք չենք ներառում ֆենշուի վերլուծության մեջ։ Դա համարվում է դրսի հատված։ Անկախ նրանից ինքը ձեր պատշգամբն է, ձեր բալկոնն է, բայց ինքը չի մտնում ֆենշուի մեջ։ Եթե դուք բալկոնը փակեցիք, այսինքն պատուհաններ դրեցիք կամ մեկ այլ ինչ-որ բան արեցիք, հա, պատուհաններով փակեցիք, դա նշանակում է, որ ինքը համարվում է ձեր տան մաս։ Ֆենշու վերլուծության մեջ դա օգտագործվում է։ Իսկ եթե ինքը բաց է, ուրեմն մենք իրան չենք ներառում ձեր բնակարանի մեջ։ Սա նկատի ունեցեք։ Հիմա, ինչ ստացվեց։ Ընդհանրապես ֆենշույում մենք նախապատվությունը տալիս ենք քառակուսի հատակագիծ ունեցող բնակարաններին, տներին, հա, կամ ուղղանկյուն։ Ու սա շատ կարևոր է, հա, սա շատ կարևոր է, ինչի, որովհետև եթե մենք չունենք, ուրեմն ուղղանկյուն կամ քառակուսի հատակագծով բնակարան, դա նշանակում է, որ մենք ունենք բացակայող հատվածներ։ Փորձեմ սենց բացատրեմ։ Տեսեք, երբ որ մենք վերցնում ենք հատակագիծը, օրինակ եթե նայենք այս հատակագիծը, ուզենանք իրան բերենք ճիշտ ֆորմայի, այսպես ասած, մի րոպե, ես հիմա գծեմ, որ դուք պատկերացնեք ինչի մասն է խոսքը։ Լավ, եկեք այս մյուս օրինակից գամ, հետո կանցնենք սրան։ Օրինակ, հենց սրա վրա այս օրինակը բերեմ, հա։ Տեսեք, սա գեաձև է։ Եթե մենք ուզում ենք իրան բերենք ճիշտ ֆորմայի, մենք պետք է ավելացնենք, մի քիչ մաուսով դժվար է գծելը, կներեք ինձ, գծերի համար, բայց մոտավորապես սենց։ Այսինքն սա, երբ որ մենք կառուցեցինք, մենք իրան բերում ենք արդեն ուղղանկյուն տեսքի, հա։ Բայց սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ ձեր բնակարանում, եթե մենք կենտրոնից նայենք, իսկ կենտրոնը ոնց ենք որոշում, կենտրոնը որոշում ենք անկյունագծերը միացնում ենք իրար, հա, ստանում ենք ուղղանկյուն, ուղղանկյան անկյունագծերը միացնում ենք իրար, հատման կետը մոտավորապես ստեղ, հա, այս մասը դառնում է ձեր կենտրոնը։ Ու երբ որ մենք կենտրոնից սկսում ենք մեր կողմնացույցով նայել կողմերը, հա, հյուսիս, հարավ, արևելք եւ արևմուտք, հնարավոր է, որ այս հատվածը, այս բացակայող հատվածը ենթադրենք լինի ձեր հարավային հատվածը, հա, հարավային հատվածը։ Ու ինչ է ստացվում, հարավը բացակայում է։ Տունը պատկերացնենք որպես կենդանի օրգանիզմ, սա շատ կարևոր է, որովհետև պատկերացեք մարդ, տունը մարդու կերպարով է, եւ մի մասը բացակայում է։ Ենթադրենք մարդու ձեռքն է բացակայում կամ ոտքն է բացակայում, հա։ Այսինքն մի մասը բացակայում է, այդ դեպքում ինքը լինում է ոչ լիարժեք, այսինքն տունը չի կարողանում լիարժեք գործի, տունը չի կարողանում լիարժեք իր ֆունկցիան կատարի ու տունը չի կարողանում լիարժեք նաև օգնի ձեզ, հա, ցանկության դեպքում իհարկե։ Ուրեմն ես խորհուրդ կտամ, որ այսուհետ եթե դուք ինչ-որ բնակարան եք ուզում գնեք, հա, տեղափոխվեք, վարձով վերցնենք եւ այլն, ապա անպայման ուշադրություն դարձրեք, որ ձեր բնակարանը, ընդհանրապես ձեր տարածքը կապ չունի բնակարանը, օֆիսը, ինչ որ կլինի, ինքը պարտադիր ցանկալի է, որ լինի ուղղանկյուն կամ քառակուսի հատակագծով։ Կան մարդիկ, ում մոտ հատակագիծը լիարժեք չի, հա։ Գեաձևը, այսինքն ոչ ուղղանկյունը, ոչ քառակուսի։ Եկեք մի հատ գրեք չաթում, որտեղ դուք արդեն ձեր ձեռքի տակ ունեք ու դուք օրինակը տեսաք, հա, ոնց ենք նայում։ Так, մերը բաց էր պատշգամբը, հետո փակեցինք։ Եթե փակել եք, արդեն ինքը համարվում է ձեր տան մաս։ Գեաձև է։ Եթե գեաձև է, ուրեմն ունենք բացակայող հատված։ Երկհարկանի բաց պատշգամբով տուն է, ուղղակի չկարողացա գծել բարի, մերը ուղղանկյունն է, շատ լավ քառակուսի է։ Ուղղանկյուն ու քառակուսին դա լիարժեք, ուրեմն հատակագծեր են համարվում։
երկրորդի նման է, շատ լավ, ուղղանկյուն, 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 տեղաձև, տեսեք, սա կարևոր է իմանալ, որովհետև առաջի պայմանը, էլի եմ կրկնում, ֆենշույում դա ուղղանկյուն կամ քառակուսի հատակագիծ ունենալն է։ Երբ որ մարդիկ ինձ դիմում են բնակարանի ընտրության հարցում, առաջի հարցը ես դա եմ տալիս, հատակագիծը ուղղանկյուն է, թե քառակուսի է, հա, այսինքն եթե ուղղանկյուն ու քառակուսի չի, ինքը ունի այլ ձև, հա, ես միանշանակ ասում եմ, որ ցանկալի չէ այդ բնակարանը վերցնել։ Մինչդեռ հələ ոչինչ բան չեմ նայել, հա, այսինքն չեմ նայել ուղղությունները, դիրքերը եւ այլն եւ այլն։ Առաջի հարցը միշտ իմ մոտ դա է։ Հիմա այս ամեն ինչը ինձ թվում է պարզ էր, դուք ամեն մեկը ձեր մասով կնայեք, տեսնեք, կհասկանաք։ Հիմա եկեք անցնենք առաջ, հա։ Okay, շատ լավ։ Բնակարանը ուղղանկյուն է, խանութը քառակուսի, հիանալի է։ Так, հիմա եկեք անցնենք արդեն առաջ։ Բնակարանի հարստության հատվածը եւ դրա ակտիվացումը։ Շատ կարևոր թեմա է, այստեղ եկեք մի փոքր ուշադիր լինենք։ Ժողովուրդ ջան, ինչպես ենք որոշում բնակարանում հարստության հատվածը, հա։ Այդ այսպես ասած հետաքրքիր մասը մեր բնակարաններում։ Մենք վերցնում ենք մեր հատակագիծը, կանգնում ենք մուտքի դռան մոտ, հա, մուտքի դռան մոտ եւ մտովի տանում ենք անկյունագծային գծեր դեպի ամենահեռու կետը մեր բնակարանի։ Ինչպես է դա երևում։ Դա երևում է հետևյալ կերպ։ Այս օրինակում ես բերել եմ։ Օրինակ կանգնած ենք այս դիրքում, հա, կանգնած ենք ստեղ ու գծեր ենք տանում ամենահեռու կետերը, հա։ Սովորաբար դա կարող լինի երկու հատված բնակարանում, օրինակ այս օրինակում ստեղ մեկը ննջարանն է, այս հատվածն է, այս անկյունն է, մյուսը սա հյուրասենյակն է, հա, որտեղ հեռուստացույցն է դրված, այս անկյունն է։ Այս բնակարանի դեպքում, այս հատակագծում մենք ունեցանք երկու, այսպես ասած, կետ, հարստության կետ։ Հա։ Հետո մենք նայում ենք դրանցից որն է ավելի, այսպես ասած, աչքից հեռու, կամ որտեղ է ավելի հանգիստ, հա, որտեղ չկա ակտիվություն։ Օրինակ, եթե ձեզ մոտ դա լինի, օրինակ, եթե երկու տարբերակ ունենք, երբեմն լինում է մեկ տարբերակ, դա էլ ցույց կտամ, կախված է ձեր հատակագծից։ Եթե ունենք երկու տարբերակ, մենք երկուսից մեկն ենք ընտրում, այսինքն երկու տեղում էլ չենք անում այդ ակտիվացիան։ Միշտ պետք է ընտրենք մի տեղը։ Օրինակ, այս հատակագծում ես ավելի շատ կնախընտրեի ննջարանի հատվածը, ինչի, որովհետև ննջարանը ինքը մի փոքր ավելի, այսպես ասած, աչքից հեռու տեղ է, հա, այսինքն ոչ բոլորն են մտնում ննջարան, հա, եւ այդ հատվածում, այս հատվածում ես կանեի իմ ուրեմն ակտիվացիան, հա, ակտիվացումը կանեի։ Եթե ձեզ մոտ ունեք երկու տարբերակ, մեկը օրինակ խոհանոցում է, մյուսը հյուրասենյակում, ես խորհուրդ կտայի անել հյուրասենյակում, այլ ոչ թե խոհանոցում։ Կամ եթե մի հատվածը, մի տարբերակը ձեզ մոտ լինում է սանհանգույց, իսկ մյուսը լինում է օրինակ ննջարան, ապա միանշանակ արժի անել ննջարանում, որտեղ մենք սանհանգույցում չենք անում ֆինանսական ակտիվացիա, ու սանհանգույցը չի կարող լինել ձեր ֆինանսական ու բնակարանի հարստության հատվածը, հա։ Հիմա, ուրեմն, այսինքն մենք վերցնում ենք այդ տարբերակը, հա, եթե ունենք սանհանգույց եւ ունենք մեկ այլ հատված, ննջարան, հյուրասենյակ, միջանցք, հա, ուրեմն մենք վերցնում ենք այդ հատվածը, այսինքն սանհանգույցը ընդհանրապես մոռանում ենք, խոհանոցն էլ մոռանում ենք, այդ երկու հատվածները միշտ պետք է բացառել։ Իսկ եթե իմ օրինակի նման մի հատվածը ուրեմն ստացվել է հյուրասենյակի մաս, մյուսը ննջարանի մաս, ես կնախընտրեմ ննջարանի մասը վերցնել, հա։ Սա որպես օրինակ, որպես խորհուրդ։ Հիմա եկեք նայենք երկրորդ տարբերակը, ինչ ունենք, երկրորդ տարբերակում հետևյալ վիճակն է, հա, կակրաս հենց այս օրինակը իմ մոտ խոհանոցի տարբերակով է, ու ես վերցրել եմ մյուս տարբերակը։ Տեսեք, մենք ունենք ուրեմն մի տարբերակը դա ննջարանի հատվածում է, մյուս տարբերակը եթե ես տանեի, դա կգար խոհանոց։ Ես խոհանոցը միանշանակ բացառել եմ, սա ոչն է, հա, սա չենք վերցնում, վերցնում ենք այս տարբերակը ու ակտիվացիան կանենք այդ հատվածում։ Հիմա եկեք կխնդրեմ, չնայած արդեն գրեցիք, հա, ինձանից առաջ ընկաք գրեցիք, բայց ամեն դեպքում հիմա ես տեսնեմ ինչ օրինակներ կան։ Լվացքատուն, գարաժ է, հաշվի ենք առնում, տեսեք, գարաժում մենք չենք անում եւ լվացքատանն չենք անում, ուրեմն պետքա փորձեք գտնել մեկ այլ տարբերակ, հա, փորձեք հասկանալ։
այլ ամենահեռու կետը որտեղ կարա լինի ուտեղ։ Եթե չունեք տարբերակ, ինձ թվում է անհնար է չունենաք, ուղղակի պետքա մի փոքր ավելի ուշադիր նայեք։ Լոգասենյակ, մյուսը խորդանոց նկուղ։ Դե խորդանոցում նկուղում չէ, նկուղում չենք անում, լոգասենյակում ասեցի չենք անում, խորդանոց միգուցե կարելի է անել, հա։ Խորդանոցը ենթադրում եմ էդի այնտեղն է ինչ որ պահոցներ են եւ այլն, հա, ինչ որ տենց բաներ եք դնում, չէ, ցանկալի չի տեղ, կամ դրա մոտակայքում ինչ որ միտեղ կարելի է անել։ Ննջասենյակ, հյուրասենյակ, ես օրինակը ունեինք, ես խորտ կտամ ննջասենյակում։ Հյուրասենյակ, շատ լավ է, խոհանոց չենք անում, ցանկալի չի, հա, եթե ուրիշ տարբերակ չունեք, վերջի կետում, հա, կարելի է խոհանոցում ինչ որ մի բան անել, բայց ցանկալի չի, հա, խորտ չեմ տալիս խոհանոցում։ Так, ստացվել է հյուրասենյակ, ննջարան, դե ուրեմն ընտրեք դրանցից մեկը։ Ննջասենյակ, խոհանոց, ինչ տարբերակներ ունեինք, Так, իմ մոտ հյուսիսային մասն է եւ խոհանոցն է, այնտեղ ծաղիկ եմ դրել, ճիշտ է թե ոչ։ Ժողովուրդ, եթե ունենք խոհանոցից բացի այլ տարբերակ, որտեղ կարանք անենք այս հարստության ակտիվացիան, ավելի լավ, հա։ Ուրեմն եկեք փնտրենք մեկ այլ տարբերակ։ Խոհանոցում ցանկալի չի, կարելի է վերջի տարբերակ, այսինքն եթե չունենք ընդհանրապես ոչ միտեղ, ուրեմն օքեյ կարող ենք անել, բայց ես խորհուրդ չէի տա, հա, ավելի լավ է ննջարանում անեք կամ հյուրասենյակի ինչ որ հատվածում կամ միջանցքում, քան ստե խոհանոցում։ Կվերցնեմ, օքեյ, ուրեմն վերցրեք ննջասենյակը։ Ինձ թվում է բոլորին պարզ է, թե մենք ոնց ենք գտնում հարստության հատվածը բնակարանում, հա։ Իդեպ ասեմ, որ այս հարստության հատվածը ինքը այսինքն ամբողջ ինքը չենք նայում ըստ տարվա, չենք նայում ըստ ամսվա, չենք նայում թե օրինակ ինչքան ենք ապրել կամ ապրել, այսինքն դրա հետ ընդհանրապես կապ չունի, հա։ Սա մեկ անգամ որոշում ենք ու ակտիվացնում ենք ու անverջ ինքը կարա աշխատի, հա, սա մեկ անգամյա գործողություն է, ուղղակի պետք է մի հատ հստակ տեղը որոշենք ու անցնենք առաջ, անենք ակտիվացիան։ Ստեղ ես ունեմ եւս մի տարբերակ հատակագծի մասով, տեսեք, երրորդ օրինակում ինչ ունենք։ Ստեղ ուրեմն ունենք մուտքը ստեղից է, հա, մուտքը ստեղից ենք մտնում, երկու տարբերակ եմ առանձնացրել, երկուսն են ննջարանը, հա, պաստորեն ստացվում է ամենահեռու հատվածներն են, երկուսն է կարող ենք վերցնենք, իհարկե մի տեղում պիտի անենք, բայց երկուսն էլ հնարավոր են, հա, եւ սա, երկուսն էլ հնարավոր տարբերակներ են։ Ոստեղ կապ չունի դա հյուսիսային հատվածն է, հարավային հատվածն է, այսինքն այս հարստության հատվածը ինքը կապ չունի կոնկրետ որտեղ է գտնվում, հա, այսինքն հիմնական գտնվելու վայրը պետքա լինի մուտքից անկյունագիծը տանում ենք ամենահեռու հատվածը տան, հա։ Այս մեթոդն է աշխատում։ Հյուրասենյակի այդ հատվածում կա պահարան եւ մեծ ծաղիկ է դրված, օքեյ, եթե այդ հատվածներում պատերն ուղիղ գծով չեն, այլ անկյունային տեսքով պատուհաններ են, դա խանգարի չէ, չի խանգարի, եթե պատուհաններ են, չի խանգարի, չէ, կապ չունի, տեղ պատուհան է կամ ասենք մեծ վիտրաժներ են, դա դրան չի խանգարում, հա։ Այդ չի լինում։ Խնդրում ենք ասենք նաև որ սենյակը ինչ գույնի ներկենք։ Ժողովուրդ ջան, այսօր չենք նայում դրան, հա, այսօր մենք մեր ներկայացրել եմ ինչն ենք քննարկում, եկեք չշեղվենք։ Так, հիմա այս օրինակները նայեցինք, հասկացանք, ինձ թվում է բոլորին արդեն բարձ է, ոնց ենք ակտիվացնում։ Հիմա ամենակարևոր պահին անցնենք։ Ուրեմն նախ պետքա մաքրենք այդ տարածքը, ինչպես ենք մաքրում, նո սովորաբար եթե նոր ենք սկսում անել, ուրեմն գործողությունը, ակտիվացիան, ցանկալի է ամբողջ այդ տարածքը մաքրել աղաջրով։ Թույլ աղաջրով մաքրում ենք ամբողջ տարածքը, հա։ Եթե պահարան ունենք պահարան, հատակ, պատուհան եւ այլն, մաքրում ենք աղաջրով։ Հանում ենք չորացած բույսերը։ Եթե այդտեղ բույսեր ունենք, ուրեմն չորացած բույսերը հանում ենք կամ չորացած ծաղիկներ կամ ինչ որ մի բան, որը չորացած է, հա, բնական ինչ որ բան, որը չորացած է, բույսեր, ցորենի հասկեր, մի խոսքով ձեր երևակայությամբ, իմ երևակայությունը չի երիքի այդքան ամեն ինչը բացատրել, բայց տեսեք, եթե չորացած ինչ որ մի բան կա, իրան տեղից պետք է անենք։
Հավաքում ենք թափված իրերը։ Եթե մենք գտել ենք մեր հարստության հատվածը, ուրեմն այդ հատվածը պետքա պահենք աչքի լույսի պես, ասենց ասած։ Ինքը միշտ պետքա լինի մաքուր, կոկիկ, հավաքված, այդտեղ ավելորդ իրեր չենք լցնում, այդտեղ աղբ չենք տեղադրում, հա, եթե ձեր աղբամանը տեղ է, ուրեմն տեղափոխեք մի հատ ուրիշ տեղ դրեք աղբամանը։ Մի խոսքով իրան պետք է պահենք մաքուր վիճակում։ Չենք դնում այս հատվածում, շատ կարևոր է, դեղեր, հա, օրինակ, թեկուզ գլխացավի դեղ, ամենապրիմիտիվ բանը, հա, չգիտեմ, վիտամիններ չենք դնում, որը կարող է մենք խմում ենք, միգուցե դա ննջարանում է ու վիտամինները ննջասենյակում ենք պահում, ու եթե դա համընկնում է հարստության հատվածի հետ, ուրեմն վիտամինները տեղից ուղղակի պետք է հանենք դուրս։ Եվ խնամքի պարագաներ, հա, խնամքի պարագաներ, կոսմետիկա եւ այլն, նաեւ օծանելիք, հա, այսինքն նման բաները մենք այդ հատվածում չենք պահում, փորձում ենք այդ ամեն ինչից մաքրենք։ Հետո, ինչ ենք անում, ժողովուրդ ջան, հիմա կխնդրեմ փոքր ավելի ուշադիր։ Ակտիվացիան անելու համար երկու կարևոր բան կա, որ մենք պետքա տեղադրենք։ Ուրեմն առաջինը մենք պետքա ունենանք կավիծաման, հա, չափսը ըստ ձեր ցանկության, շատ մեծ պետք չի, շատ փոքր էլ պետք չի, օրինակները ես բերել եմ, հա։ Կավիծաման կամ կերամիկայի ծաման, հա, որը որ ձեզ հարմար կլինի, կարող եք վերցնել, իր մեջ պետք է լցնենք աղ, աղը ցանկալի է, որ լինի հիմալայան վարդագույն աղ, հա, հիմա չգիտեմ, որտեղ որ ապրում եք, օրինակ Հայաստանից էլ կան, տարբեր երկրներից կան միացել են մաստեր կլասին, ամեն դեպքում, եթե կա հնարավորություն հիմալայան աղի, ուրեմն վերցնում ենք հիմալայան աղ եւ լցնում ենք տվյալ ամանի մեջ։ Նախ ամանը պետք է լվանանք աղաջրով, հա, այնուհետև նոր հիմալայան աղը լցնում ենք իր մեջ։ Եթե չգտնեք հիմալայան աղ, կարող եք ծովի աղ լցնել։ Եթե ծովի աղ չգտնեք, լցնում եք սովորական կերակրի աղ, հա, խանութից, սուպերմարկետից առնում եք, լցնում եք մեջը։ Սա առաջի պայմանը։ Բայց տարածքը մաքրելուց հետո, հա, աղը դրեցինք։ Դրանից հետո մեզ պետք է մետաղական աման։ Ես տեղ երկու հատ օրինակ եմ բերել, մետաղական, ցանկալի է, որ ինքը լինի մետաղից, չլինի ապակի, չլինի պլաստմասա, լինի մետաղական ինչ-որ ափսե, աման, հա, խորը, որի մեջ դուք կարող եք լցնել մետաղադրամներ, հա, ցանկացած մետաղադրամ, ինչը որ ձեր սրտով է, սովորաբար օգտագործում են այս չինական այս կոպեկները, սրանք հետաքրքիր sense ձև ունեն, բայց եթե չունեք, դա խնդրեմ չի։ Ինձ թվում է բոլորն էլ կոպեկներ հավաքած կլինեն կամ ժամանակի ընթացքում կարակ հավաքեք, ու այդ կոպեկները լցնում եք մետաղական ամանի մեջ ու դնում եք այդ հատվածում, հա։ Այսինքն ինչ եղավ, մենք ունեցանք ափսե, աման, որի մեջ լցնում ենք աղը, ցանկալի է հիմալայան, եթե չէ ծով, եթե չէ վերջի կետում սովորական աղը, եւ մետաղական ափսե, որի մեջ լցնում եք կոպեկներ, հա, մետաղադրամ կամ այս նկարի մեջի նման կոպեկներից, եթե կգտնեք շատ ավելի լավ, եթե չէ խնդիր չի։ Ու դնում եք այդ հատվածում, հա, սա կարևոր է։ Մյուս կարևոր բանը, ինչ կարելի է անել։ Եթե դուք ունեք կրիստալներ, այսինքն բնական քարեր, տարբեր տեսակի, հա, չափսը կարևոր չի, եւս կարող եք տեղադրել այդ հատվածում։ Նաև շատ կարևոր է, որ մենք դնենք այդտեղ փոքր բույս, հա, երկու տեսակի բույս եմ դրել, այս ինձ թվում է, այս կրասուլանա, այն հայտնի փողի ծառ են ասում, բայց պետք չի, որ ինքը լինի շատ մեծ չափսերի, հա, այստեղ կարևորը ոչ թե իր չափսն է, այլ կարևորը իր առկայությունն է, ինքը կարող լինի շատ փոքր, հետո ժամանակի ընթացքում կմեծանա, հա, կարևորը, որ ինքը լինի առողջ, եթե ձեր բույսը առողջ չի, ուրեմն հանեք, դրեք առողջ բույս։ Մյուս բույսը, սա չինական փողի բույսն է, հա, հենց տենց էլ անունը ասում են, չինական փողի ծառ, բույս, եթե կարող եք սրանից գտնել, Հայաստանում կա, ես ինքս ունեմ, եթե կարող եք գտնել, ուրեմն ավելի լավ, եթե չէ, տեղադրում ենք այս տարբերակը, որը շատ ավելի տարածված է, հա, այսինքն եղավ 3 կարևոր բան, դա աղն է, ամանով աղն է, մյուսը մետաղադրամներն են, մետաղական ամանի մեջ եւ դնում ենք այս ծառը։ Ու եթե կրիստալներ ունեք, էլի կարող եք ավելացնել, ոչ մի խնդիր։ Հիմա աղի հետ կապված, ուրեմն աղը որ դնում ենք, աղը պետք է ժամանակաժամանակ փոխել, հա, օրինակ 1 ամիսը 1 կամ մաքսիմում 2 ամիսը 1 աղը պետք է դատարկենք, հետո նորից պետքա լցնենք ու նորից դնենք այդտեղ։ Տվյալ տարածքը նորից ասեմ, ժամանակաժամանակ պետքա մաքրել, հա, ու մաքրումը ցանկալի է անել աղաջրով,
հա, թաց շորով, աղաջրով մաքրում ենք անում ու նորից այդ ամեն ինչը տեղադրում ենք այդտեղ։ Իսկ որ օրերին ենք անում մաքրումը կարելի է անել մաքրում բնութագրիչ ունեցող օրերին։ Ովքեր ինձ երկար ժամանակ հետևում են, գիտեն, ես ամեն օր տալիս եմ օրերի նշանակությունը, ինչ բնութագրիչ ունի, հա, կարող եք YouTube-ով էլ նայել, կամ մետաղաջողություն նախագծի մեջ։ Մի խոսքով, եթե ուզենաք կգտնեք ու մաքրում օրերին կարող եք դա անել։ Այսինքն տարածքը մաքրեք, աղը փոխեք, հա, եթե մեկ ամիս անցել է կամ մի քիչ ավել, խնդիր չի։ Աղը փոխեք, դնեք ու հետևեք ձեր բույսին, որ ձեր բույսը նորմալ աճի։ Սա ազդեցություն ունի ֆինանսների վրա, ինքը ամենահին, այսպես ասած, ուրեմն ֆինանսական ակտիվացիաներից է, որը կարող եք օգտագործել եւ ընթացքում տեսնել ինչ փոփոխություններ են ձեզ մոտ տեղի ունենում։ Իհարկե պետք է հիշենք, հա, սա ինձ թվում է պետք չի ասել, բայց ամեն դեպքում ասեմ, որ միայն այս ակտիվացիան անել ու ոչ բան չանել, նստել սպասել, որ ինչ որ փոփոխություն կլինի ֆինանսական, բնականաբար դա տենց չի, հա, այսինքն մենք էլի պետք է մեր գործունեությամբ զբաղվենք, ուղղակի սրանք հավելյալ ուրեմն օգնություններ են, հավելյալ գործիքներ են, որոնցով մենք կարողանում ենք մեր տարածք, մեր բնակարան ներգրավենք դրական ցի էներգիա, հա։ Так, հիմա ես հասկանամ հարցերից, եթե կան։ Իսկ մոմեր խոնկ եթերայուղեր։ Տեսեք, ես մոմ չեմ առաջարկում, ինչի, որովհետև եթե մենք մոմ վառենք, դա կարլինի ակտիվացիա, ովքեր ինձ երկար են հետևում, գիտեմ, որ մոմ վառելը դա ակտիվացիա համարվում ու ոչ միշտ դա դրական, հա։ Ինչ վերաբերում է եթերայուղերին, դա ըստ ցանկության, դա էլ կարակ դնեք եւ սովորաբար ցանկալի է ժամանակ առ ժամանակ հոտավետ փայտիկներից վառել կամ խունկ ծխել, հա, օրինակ մաքրման օրերին նաև այդ աղաջրով մաքրումին կարակ դա էլ ավելացնեք, հա, այսինքն այդ հատվածում խունկ ծխեք կամ ամբողջ տանը եւ այլն, դա ոչ մի խնդիր չունի, հա, ընդհանուր էներգետիկան կմաքրվի ու ոնց որ ձեր այդ հատվածը կլինի մաքուր, հա, բացասական էներգիաներից։ Так, հիմա անցնենք առաջ, ցորենի հասկերուն եմ խոհանոցում դրված, դա լավ չի, ցորենի հասկը ինքը էներգետիկա իր, տեսեք, ինչը չոր է, իր մեջ չկա էներգիա, չկա ցի էներգիա, ու դա պահելը ոչ մի արդյունք ձեզ չի տալի, մետաղական ափսեն անպայման պետք է բաց լինի, այո, հա, այդ էլ ասեմ, Ժողովուրդ ջան, չենք փակում այդ ափսեների ամանների բերանը, այդ երեսը չենք փակում, հա, դրանք պիտի միշտ բաց լինեն։ Նոր աղ պետք է դնել, նոր աղ, դե, աղ, հա, աղ, նոր, օգտագործած չէ, ու վերջում, եթե այդ աղը փոխում եք, այդ աղը չօգտագործեք, հա, պետք է իրան թափեք։ Հատակի վրա դնենք, թե փոքրիկ աթոռակի, տեսեք, ստեղ արդեն ձեր ֆանտազիան է սկսում աշխատել, դու կարաք, դե հատակին ցանկալի չի, այսինքն պետք է լինի ինչ որ մի բան, որի վրա կդնեք, հա, կարող լինի փոքր տումբա, կարող լինի փոքր ինչ որ կամոդ, ինչ որ մի բան, որի վրա կդնեք, հատակին ցանկալի չի, փորձեք ձեր արդեն մնացածը ձեր ֆանտազիայով դիզայն անեք, դասավորեք, որ աչքին էլ հաճելի լինի, հա։ Так, հատակին չէ, հատակին չենք դնում, իսկ երկրորդ հարկում կարանք անենք նույն ձևով, իհարկե կարակ անեք, կարող եք, եթե երկու հարկանի է, կարող եք երկրորդ հարկում անել, կամ առաջի հարկում, ոնց հարմար է ձեզ։ Պահարանի մեջ դնեմ մոմեր ու մյուս բաները։ Պահարանի մեջ, տեսեք, ես խորհուրդ եմ տալիս, որ ինքը լինի բաց վիճակում։ Պահարանի մեջ կարակ մոմեր դնեք, հա, օքեյ, հասկացա ձեզ ինչ եք ասում, մոմերը կարակ դնեք պահարանի մեջ, խնդիր չկա։ Երկրորդ հարկում կարանք դնենք, այո, Ժողովուրդ ջան, կարող եք, եթե երկու հարկանի է, կարող եք այդ նույն բանը երկրորդ հարկում անել։ Իսկ աղը ինչ անենք, աղի համար ասացի, աղը հետո պետք է թափեք, ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ, ամենաուշը, աղը անդադ պետքա փոխենք, ինչու ենք փոխում, որտեվ աղը ունի տենց հատկություն, ինքը բացասական էներգիան մաքրում է, իհարկե ժամանակի ընթացքում աղը կկորցնի այդ հատկությունը, հա, այդ բացասական էներգիայի մաքրման, դրա համար պետքա հաճախակի փոխել։ Ամբողջ իմաստը սրա մեջ է, այդտեղ ուրիշ բաներ մի հասկացեք, ամեն ինչը շատ պարզ է ու պետքա հենց պարզել ընկալել, հա։ Աղը, որտեղ թափել աղը, շատ լավ հարց եք տալիս, լցնում եք լվացարանի մեջ ու բացում եք ջուրը, չինական բույսը որտեղից եք ձեռք բերել,
Չինական բույսը, մի վարքան, հեսա հիշեմ, չինական բույսը ես առել եմ աբիոից, հա, աբիոն այդ բույսեր են վաճառում, ը, որը գտնվում է մի վարքան, երբ որ գնում եք Աբովյան, չէ, Աբովյան չեք գնում, ուղիղ եք գնում, այդ տրասայով, այնտեղ ձախի վրա է կտեսնեք, հա, պիտի գնաք պտտվեք, եթե Երևանից եք գնում, կամ կարաք այն սովորական այս ծառը վերցնեք, այս բույսը վերցնեք, ինքն է շատ լավ աշխատում է։ Իմ զարդասեղանը օծանելիք կոսմետիկա։ Okay, դե ասեցի խնամքի պարագա, օծանելիք չպիտի թողնենք այդ հատվածում ու վիտամիններ, դեղեր, նման բաներ, հա, փորձեք մաքուր բարել այդ տարածքը։ Շատ լավ, Ժողովուրդ ջան։ Հիմա եկեք անցնենք առաջ, որտեղ մենք էլի հարցեր ունենք իրար հետ նայելու։ Ըհը, ըհը։ Okay։ Հիմա ը, անցնենք առաջ, հա, ինչ կարծիքի եք, անցնենք առաջ, ժամանակ չկորցնենք, որովհետև թեմաներ ունենք, պետքա նայենք։ Ուրեմն հիմա անցնենք արդեն թռչող աստղերին, թռչող աստղերին, հա, 2026 թվականի, ովքեր չգիտեն ասեն, որ թռչող աստղերը դրանք էներգիաներ են, որոնք ամեն տարի պտտվում են մեր տարածքում, հա, մեր բնակարանում, այսինքն բոլոր տեղերում, որտեղ կա փակ տարածք ու իրենք պտտվում են եւ նստում որոշակի հատվածներում։ Ընդհանուր մենք ունենք ուրեմն 9, 1-ից 9 աստղեր ու դրանց դասավորվածությունը շատ կարևոր է, քանի որ ամեն տարի իրանց դիրքերը փոխում են, փետրվարի 4-ին, երբ որ տարին սկսվում է չինական օրացույցի, աստղերը վերադասավորվում են եւ նստում են մեր բնակարանի որոշակի հատվածներում։ Հիմա եկեք հասկանանք, թե ինչպես կարանք նախ դիրքերը, ուղղությունները որոշենք մեր բնակարանի ու հետո աստղերի մասով արդեն մնացածը կբացատրեմ։ Վերցնում ենք նորից մեր հատակագիծը, եթե ձեր հատակագիծը ուրեմն կանոնավոր ֆորմայի չի, այսինքն ոչ քառակուսի է, ոչ ուղղանկյուն, ապա պետքա սենց գծեր ավելացնենք, ոնց որ այս նկարում է, բացակայող հատվածներում ու ստանանք իրան, բերենք իրան կանոնավոր ֆորմայի, հա, լինի դա ուղղանկյուն կամ քառակուսի։ Ծաղիկի անունը նորից կասեք։ Ծաղիկի անունը առաջինը դա փողի ծաղիկն էր, երկրորդը դա չինական ուրեմն փողի ծաղիկ, տենց են ասում, հա։ Հիմա եկեք անցնենք առաջ։ Ինչ ենք անում։ Երբ որ մենք իրան բերեցինք հատակագիծը կանոնավոր ֆորմայի, մենք պետքա բաժանենք ուրեմն 9 հավասար մասերի, հա, ոնց ենք անում։ Ստեղ պետքա նայենք պրոպորցիոնալ դուք գծում եք, հա, ստեղ պետք չի սանտիմետրերով պահել, ուղղակի ընդհանուր տարածքը բաժանում եք 3 հավասար մասի վերևից, այսինքն տանում ենք 2 հատ գիծ, ստանում ենք 3 հատ տող, այսպես ասած, եւ 2 հատ էլ ուղղահայաց գիծ ենք տանում, դրանից հետո մենք ստանում ենք 9 քառակուսիներ, հա։ Պարտադիր չի, որ դուք շատ ճշգրիտ անեք սա, եթե կանոնն եք ձեռքի տակ, արեք կանոնով ավելի լավ, եթե ոչ, ուղղակի մոտավոր կարող եք անել, մոտավոր հասկանաք ուղղությունները, հա։ Երբ որ այս բաժանումը արեցինք հատակագծի վրա, ուրեմն դրանից հետո ինչա պետք անել։ Վերցնում եք ձեր հեռախոսը, եթե iPhone-ը, iPhone-ի մեջ կա կողմնացույց, եթե ոչ, ուրեմն պետք է քաշեք կողմնացույցը, կանգնում եք որևիցե տեղ։ Ենթադրեք, այստեղ մենք ունենք հյուրասենյակ, այս իմ օրինակում, այստեղ կա պատուհան, դեմքով կանգնում եք դեպի պատուհանը եւ հեռախոսը պահում եք դեպի պատուհանը, տեսնում եք ինչա ցույց տալիս, հա։ Իմ օրինակում հեռախոսը ցույց է տալիս Southwest, Southwest-ը դա հարավ-արևմուտքն է, հա։ Մենք այս պահին չենք նայում աստիճանը, 240 աստիճան է, բայց դա մեզ հիմա պետք չի։ Մեզ ուղղակի պետք է հասկանալ, թե որտեղ է գտնվում հարավ-արևմուտքը, հա։ Մենք գտանք այդ հարավ-արևմուտքը։ Ձեզ մոտ կարող է լինի հյուսիս, հա, կարող լինի հարավ, հարավ-արևմուտք, հյուսիս-արևմուտք։ Դուք ձեր օրինակով եք նայում, ու եթե ես կանգնել եմ այստեղ, հա, չափում եմ, ինձ մոտ ցույց է տալիս հարավ-արևմուտք, այդ նշանակում է, որ իմ մեջտեղի մասը, այսինքն եթե ես տեղից էլ չափեմ, դեպի դուրս նորից հարավ-արևմուտք առնելու, բայց ես կենտրոնում այս հատվածում գրում եմ հարավ-արևմուտք։ Դրան հակառակ կլինի հյուսիս-արևելքը, այնուհետև կլինի հարավը, հյուսիսը, արևմուտք, արևելք, հարավ-արևելք եւ հյուսիս-արևմուտք, հա։
Շատ պարզ է սա, սկզբից կարող է մի փոքր բարդ թվա, բայց ինքը շատ պարզ է։ Բարդ բան չկա, կարող եք հետո ձայնագրությունը նայել ու ավելի կոնկրետ ունենալ ձեր ուրեմն հատակագիծը արդեն ուղղություններով։ Հիմա ինչ ունենք 2026-ի համար։ 2026-ին աստղերի դասավորվածությունը հետևյալն է։ Ուրեմն հարավում ունենք 5-րդ աստղը, հարավ-արևմուտքում 7-ը, արևմուտքում 3-ը, հյուսիս-արևմուտքում 2-ը, հյուսիսում 6-ը, հյուսիս-արևելքում 4-ը, հա, արևելքում 8-ը եւ հարավ-արևելքում 9-ը։ Եվ կենտրոնում մեզ մոտ առաջին աստղն է տեղակայված։ Աստղերը ունեն եւ դրական եւ բացասական իմաստ։ Մենք կնայենք 3 հիմնական կարևոր հատվածները։ Այսօր մենք նայում ենք հարավ-արևելքը, որտեղ 9-րդ աստղն է, արևելքը 8-րդ աստղ եւ հյուսիս-արևելքը 4-րդ աստղ։ Սրանք էներգիաներ են ու իրանց հետ մենք պետքա փորձենք աշխատել։ Ոնց ենք աշխատում։ Տեսեք, հարավ-արևելքում սկսեմ արևելքից, լավ, արևելքում մեր մոտ 8-րդ աստղն է, 8-ը ինքը ֆինանսական աստղ է։ Ինքը բերում է ֆինանսական հաջողություն։ Եթե ձեր բնակարանի դուռը գտնվում է արևելքում, ուրեմն ես ձեզ շնորհավորում եմ, որովհետև այս տարի, ամբողջ տարի ձեզ մոտ կլինի ֆինանսական հաջողություն, հա։ Տարբերություն դուք կզգաք ֆինանսներում, հնարավոր է նոր առաջարկներ, գործնական հնարավորություն, ֆինանսական աճ եւ այլն, հա։ Եթե ձեզ մոտ հարավ-արևելքն է, մուտքի դուռը, ուրեմն էլի շատ լավ է, որտեվ 9-րդը դա մինչև 43 թիվ ամենահաջող աստղն է համարվում եւ ֆինանսական եւ ընդհանուր հաջողության համար, հա։ Կան մարդիկ, ում բնակարանի հարավ-արևելքում կամ արևելքում մուտքի դուռն է, հա։ Կամ եթե ձեր ննջարանում է դա, եթե ձեր ննջարանը հարավ-արևելքում է կամ արևելքում, դա եւս կազդի հենց այդ ննջարանում բնակվող անձի վրա, հա, որովհետև դուք այդտեղ շատ ժամանակ եք անցկացնում։ Մի հատ կխնդրեմ գրեք, հա, այսինքն մենք նայում ենք կարևոր մաս, մուտքի դուռ եւ նայում ենք ննջարան։ Իհարկե, եթե դուք տանը նաեւ աշխատում եք, ունեք ձեր աշխատասենյակը, ուրեմն կարող եք դա էլ նայել, որտեղ որ շատ ժամանակ եք անցկացնում։ Եթե աշխատասենյակը նորից արևելքում է, ուրեմն դա ազդում է ֆինանսի վրա, հարավ-արևելքում ընդհանուր հաջողության վրա։ Так, ննջասենյակում 9 եւ 8։ Okay, ուրեմն դուք պետքա Շուշան, դուք ով էր գրե, չէ, Սուսանան։ Սուսանա, դուք արդեն պիտի զգացած լինեիք, հա, այս տարի ֆինանսական ինչ որ փոփոխություններ ձեզ մոտ։ Պաստորեն մեծամասնության մոտ ննջասենյակ։ Հարավ-արևելքում ննջասենյակ, Շուշան, շատ լավ։ Լուսինե Պապոյան, մուտքի դուռը արևելքում է։ Okay, լավ։ Մի հատ հարց տամ ձեզ, հա, հենց Լուսինեին։ Լուսինե ջան, ձեզ մոտ մուտքի դուռը արևելքում է։ Այս տարի դուք զգացել եք ֆինանսական որևէ փոփոխություն։ Հա, պետք է չի գրել ինչքան եք զգացել։ Այլ զգացել եք։ Սուսանան գրեց այո, զգացել եմ։ Ահա, որտեվ ննջարանն էր, հա։ Լուսինեն այո, շատ լավ է։ Եփրաքսիա 4 մուտքի դուռ, 4-րդը մուտքի դուռ, այսինքն հյուսիս-արևելքում է ձեր մուտքի դուռը, okay։ 8-ը սանհանգույց, դե սանհանգույցը ոչ մինչև սանհանգույցում շատ ժամանակ չենք անցկացնում, միջանցքի մի մաս եւ ննջասենյակի մի մաս, հա, ննջասենյակի մի մաս, եթե ննջասենյակի հենց այդ հատվածում ձեր մահճակալն է, ինքը կարա ազդի, եթե ոչ, հա։ Սենց ենք նայում, այսինքն մենք աստղերի հետ աշխատանքը սենց ենք նայում, եթե այդ տարածքները ամենաառաջինը, ես միշտ իհարկե ցանկալի է, որ դրական աստղը լինի տարվա ընթացքում ձեր մուտքի դռան վրա, որտեղ դրանից օգտվում են բոլոր բնակիչները, հա, բնակարանում։ Իսկ եթե ննջարանում է կոնկրետ այն մարդը, որ քնում է ննջարանում, կամ եթե աշխատասենյակ կա, ուրեմն հենց այդ աշխատասենյակից օգտվողը։ Իմաստը ինչու՞մ է կայանում, ոնց են աստղերը օգտագործում։ Եթե այդ հատվածում ձեր բնակարանի դուք շատ ժամանակ անցկացնեք, ուրեմն իմացեք, որ տարվա ընթացքում դուք հաջողություն կունենաք այդ մասով։ Եթե արևելք, ուրեմն ֆինանսական իմասով։ Հարավ-արևելք, ուրեմն ընդհանուր հաջողություն, հա, եւ ֆինանսական եւ ընդհանուր ճանաչում ձեռք բերելու առաջընթացի, հա, սա շատ կարեւոր է։ Եթե հյուսիս-արևելքն է ձեր, ուրեմն մուտքի դուռը, ուրեմն 4-րդ աստղը դա գրավչության, ինտելեկտի
եւ ակադեմիական առաջընթացի մասին է խոսում, հա։ Այսինքն, միգուցե այս տարի դուք ունենաք, օրինակ, որոշեք սովորել ինչ-որ նոր բաներ, հա։ Եթե չորրորդ աստղը ձեր մուտքի դռան վրա է կամ ձեր ննջարանում է։ Եթե ննջարանում է, ինքը հետևյալ ձևով կաշխատի, դուք կուզենաք հաստատ ինչ-որ նոր թեմաներ ուսումնասիրեք, միգուցե նոր սերտիֆիկացիա կամ ընդունվեք ինչ-որ միտեղ սովորեք, դասեր վերցնեք եւ այլն եւ այլն։ Ինքը նաեւ ակադեմիական աստղ է համարվում ֆենշույում։ Մյուս կողմից ինքը ազդում է գրավչության վրա, ավելի ճանաչելի եք դառնում, հա, ավելի նկատելի եք դառնում սոցիումում, մարդիկ անդադ գալիս են դեպի ձեզ, ուզում են ձեզ հետ շփվեն, հա, շատ առաջարկներ կարաք ստանաք տարվա ընթացքում, ինքը եւս համարվում է դրական աստղ։ Так, իսկ կան մարդիկ, ում մոտ, հա, ունենք մի հատ, իսկ ննջարանում, չորրորդ աստղը ննջարանում, հա, կա, ունենք տենց տարբերակ։ Ըհը։ Իմ ննջարն էլ է արևելքում, շատ լավ է։ Ննջարանը արևելքում շատ լավ է, Ժողովուրդ ջան, դուք հաստատ զգացած պիտի լինեք ֆինանսական փոփոխություն, հա, ձեր կյանքում։ Արդեն պիտի զգացած լինեք, որովհետև մենք 8-րդ ամսում ենք։ Ըհը։ Եթե օրինակ 8-րդը, այսինքն արևելքը ձեր խոհանոցն է կամ հարավ-արևելքը խոհանոցն է։ Եթե դուք խոհանոցում նստում եք, աշխատում եք, շատ ժամանակ եք անցկացնում, հա, օրվա մեծ մասը խոհանոցում եք, դա ձեր վրա ազդում է։ Հա, աստղերը տենց են աշխատում։ Եթե դուք այդ տարածքում շատ ժամանակ եք անցկացնում, ուրեմն դա կարա ձեր վրա ազդի։ Ֆենշույում կա տենց մի հատ տեխնիկա, որը կոչվում է անձը հետապնդում է ֆինանսական աստղին, հա, դա որն է։ Դա նա է, երբ որ մարդը, հա, ով որ այս ամեն ինչից տեղյակ է, ինքը ու տանից է աշխատում կամ ունի հնարավորություն իր սեղանը տեղաշարժելու, ինքը ամեն տարի նայում է, թե հարստության աստղը, օրինակ 8-րդ աստղը կամ 9-րդ աստղը որտեղ են տեղափոխվել, իր սեղանը տանում է դնում է այդ հատվածում ու ամբողջ տարին տեղից աշխատում է։ Կա նման բան, իհարկե մի քիչ տենց հարմար չի, միգուցե ինչ որ կլինեն տարիներ, որ այդ աստղը հաստատ կլինի նենց տեղ, որ հնարավոր չի լինի սեղան դնել աշխատել, բայց ամեն դեպքում իմացեք, որ կա նման բան, հա։ Ու եթե հիմա այս ինֆորմացիան դուք ունեք, դուք հիմա տեղյակ եք սրանից, ես խորհուրդ կտամ, որ դուք մի հատ ուշադիր լինեք ձեր հարավային ներողություն արևելյան հատվածը, տան հարավ-արևելյան հատվածը եւ հյուսիս-արևելյան հատվածը որտեղ են ու արդյոք դուք այդտեղ ժամանակ անցկացնում եք։ Դա շատ կարևոր է։ Եթե օրինակի համար դուք ունեք դպրոցական կամ ուսանող, հա, ձեր տանը ու իրենք տենց ուսման հետ կապված խնդիրներ ունեն, այսինքն դժվարանում են, ես խորհուրդ կտամ այդ մարդուն անձնավորությանը ուրեմն տեղավորեք հյուսիս-արևելքում, եթե սեղան կա, որտեղ ինքը նստում դասարանում, դասերն է պատրաստում, դա դրեք հյուսիս-արևելքում ու կտեսնեք, որ ինչքան կհեշտանա իր մոտ այդ դասերին պատրաստվելը, որովհետև չորրորդ աստղը տեղա այդ հատվածում է, իսկ այդ աստղը հաստատ կօգնի, որ ինքը կարողանա իր ակադեմիական, հա, առաջընթացը կլավանա։ Okay, այսպես։ Ինձ թվում է սա պարզ էր, հա, սա պարզ էր, ես անդրադարձա 3 աստղերին, մնացածին չեմ անդրադառնա, որովհետև մենք հիմա խոսում ենք ֆինանսականի ընդհանուր հաջողության մասով, ես խորհուրդ կտամ, որ դուք ավելի ուշադիր լինեք այս 3 հիմնական հատվածներին, խոսքը վերաբերվում է 2026 թվականին։ Փետրվարի 4-ից 2027-ի փետրվարի 4-ից երբ որ տարին փոխվեց, աստղերը իրենց դիրքերը կփոխեն, վերադասավորվում են, այսինքն այս դասավորվածությունը լրիվ ուրիշ տեսք ունենա ու բնականաբար դրա մասին ես կխոսամ արդեն տարվա վերջում, հա։ Հարևելք է դուռը, տակ հյուրասենյակ է, արևելք դուռը հարավ։ Հուլիս ամսին ինձ վրա ազդում էր խոհանոցը արևմուտքում, սենյակը 4, եթե 4-ը սանհանգույցում է, դե եթե սանհանգույցում է, ուրեմն դուք այդ էներգիայից չեք օգտվում, որովհետև սանհանգույցում մենք ժամանակ չենք անցկացնում երկար։ Ժողովուրդ ջան, օքեյ, սա սենց հիմա սա վերջացրեցինք, հա, աստղերի մասով վերջացրեցինք, ինձ թվում է ձեզ հետաքրքիր էր, բավականին մեծ ինֆորմացիա ստացաք, նրանք, ովքեր առաջին անգամ էին լսում, լրիվ նորություն էր ձեզ համար, իսկ ովքեր լսել էին, բնականաբար ավելացում եղավ, հա, ուրեմն նաև ձեր գիտելիքներին, ձեր իմացած ինֆորմացիային եւ այլն։ Հիմա
Մինչև մենք ավարտենք այսօրվա հանդիպումը, ես դեռ ինֆորմացիա ունեմ ձեզ հետ կիսվելու, ուզում եմ մի փոքր կանգ առնենք ու միասին հասկանանք ինչ արեցինք նախորդ 2 օրերի ընթացքում, հա, երեկ ու այսօր, հա, այսպես ասած, ուրեմն առաջին օրը մենք սկսեցինք հասկանալ, թե ընդհանրապես ինչ է ֆենշուն, ինչ է տարածքը, տարածքը ինչպես կարող է ազդել մեզ վրա, հա, տարածքում դասավորվածությունները, հատվածները, տան կարևոր հատվածները որոնք են, ինչին պետք է ուշադրություն դարձնեք եւ ես կուզեմ, որ դուք հիմա այս ամեն ինչը իմանալուց հետո նաև ձեր տանը, ձեր տարածքին նայեք մեկ այլ աչքերով, հա, ուրիշ տեսանկյունից նայեք ու փորձեք սրանից հետո, եթե ինչ-որ փոփոխություններ եք անում, ապա մի փոքր ավելի երկար մտածեք ու ըստ դրա արդեն անեք ձեր քայլերը։ Ու մի հատ նման հարց, արդյոք դուք ձեր տանը սկսեցիք նայել այլ կերպ, որ նախկինում չէիք նայում, հա։ Կարող եք գրել կոմենտներում, ես կարծում եմ, որ այո, դա այդպես է, որովհետև այս ինֆորմացիան փոխում է մարդու աշխարհայացքը, մարդու ընդհանրապես մտածելակերպը ու ստիպում է մարդուն մի փոքր ավելի խորը նայել իրերին, իրադարձություններին, որովհետև մեր տանը ընդհանրապես տունը դա պատերը չեն, միայն պատեր չեն, միայն այդ կահույքը չի, հա, տունը ավելին է, ավելի խորն է, ու երեք սրա մասին ես խոսացի, որ մեր տարածքը, մեր ֆենշուն, մեր բնակարանը մեր հաջողության 33%-ն է։ Ու եթե մենք կարողանում ենք դրա հետ աշխատենք տարբեր ձևերով, ձևերից մեկը հարստության հատվածը որոշելը, ակտիվացնելն է։ Օրինակ, մյուս ձևը տարվա աստղերը օգտագործելն է, հա, դրանց մասին ինֆորմացիա ունենալն է եւ այլն։ Ձևերը շատ են, շատ են, ու եթե մենք սկսենք այդ ամեն ինչը կիրառել ճիշտ ձևով, այլ ոչ թե ուղղակի պատահական, այլ ճիշտ ձևով, ճիշտ ուղղորդումով, ապա բնականաբար մենք ունենանք հաջողություններ, հա։ Ավելացնեմ հետևյալը նաև, ուրեմն ֆենշում ամեն ինչ չէ, որ կարելի է լուծել, օրինակ այս անկյունում սադիր սկզբունքով, հա, ոչ, քանի որ յուրաքանչյուր տուն տարբեր է, օրինակ երեք շատ հարցեր էի գրում ու ես միշտ անդադ նույն պատասխանն էի տալի, պետք է ինդիվիդուալ նայել, պետք է ինդիվիդուալ նայել, որովհետև կախված տան ձևից, հա, նաև այդ բնակարանում ապրող անձի ծննդյան տվյալների մասով, տան դիրքից, որտեղ է ինչ ուղղության վրա է ֆասադը, տան ֆասադը, հա, նստադիրքը որ ուղղության վրա է, տան կառուցվածքը ընդհանուր, հա, որտեղ դրանք բոլորը տարբեր են, նաև լուծումներն են տարբեր։ Նաև շատ կարևոր է ժամանակաշրջանը, հա, այսինքն որ ժամանակահատվածում է կառուցվել, դուք երբ եք տեղափոխվել եւ այլն։ Կան հարցեր, որոնք շատ մանրամասն պետք է նայել, հա։ Ու այս ամեն ինչը ազդում է նաև ֆենշու լուծումների վրա, որովհետև նույն լուծումը, եթե մենք առաջարկում ենք առաջին մարդուն, A մարդուն, նույնը չեն կարող առաջարկել B մարդուն ու մնացածին, որովհետև ամեն ինչը գնում է ինդիվիդուալի, հա։ Ու սա պետք է շատ հստակ իմանալ, որ խնդիրը միշտ չէ, որ այն է, թե ինչ եք անում։ Երբեմն խնդիրը այն է, որ սովորաբար մարդիկ չգիտեն, հա, ինչ անել, որտեղ անել եւ երբ անել, հա, սա շատ կարևոր է ու սրան եւս պետք է ուշադրություն դարձնել։ Հիմա եւ ես ունեմ մի հատ հետաքրքիր առաջարկ բոլորին, հատուկ առաջարկ է սա բոլորին, ովքեր մասնակցել են այս մաստեր կլասին, ու դեռ մասնակցում եք, քանի որ շարունակվում է մաստեր կլասը, հատուկ առաջարկ եւ ուզում եմ առաջարկել ոչ թե եւս մեկ դասընթաց ձեզ, այլ ես ուզում եմ ձեզ առաջարկել ուրեմն անհատական ֆենշու աուդիտ եւ ֆենշու ակտիվացիաներ 2 ամսվա համար, հա, ինչ է սա։ Ինչ է սա։ Հիմա փորձեմ մի փոքր ավելի մանրամասն ձեզ ներկայացնեմ, որ դուք լավ պատկերացնեք։ Ուրեմն ֆենշու աուդիտը իրենից ներկայացնում է ընդհանուր բնակարանի վերլուծություն, հա, ինչը տեղի ունենում։ Հիմա նայեք։ Դուք տրամադրում եք ձեր բնակարանի հատակագիծը, իհարկե, պետք է նաև վիդեո, որոշակի վիդեոներ, նկարներ, մենք միասին դա քննարկում ենք, այնուհետև ինֆորմացիա, երբ եք տեղափոխվել տվյալ բնակարան, վերանորոգում արել եք, թե չէ, հիմնային ա եղել, թե չէ, ինչ որ փոփոխություններ արել եք, թե չէ, եւ նաև որոնք են ձեր խնդիրները ներկա պահին, որը շատ կարևոր է, ու դրա հիման վրա կատարվում է մանրամասն վերլուծություն, հա։
Այսինքն դուք պարզապես միայն նկարները չեք ուղարկում ու այս ինֆորմացիան չեք տալիս, մենք միասին սկսում ենք հասկանալ, վերլուծել, թե ինչն է հիմա ճիշտ ձեր բնակարանում, ինչն է պետք փոխել, ինչը պետք չէ փոխել, ինչից սկսել առաջի հերթին, հա, եւ ինչ անել հետո։ Որտեվ ֆենշու աուդիտի ժամանակ մենք լուծումները հետեւյալը չեն, որ միանշանակ պետքա տունը վերանորոգել կամ տունը պետքա տան մեջ պետքա ինչ-որ մի պատ քանդել, մի պատ ավելացնել եւ այլն եւ այլն։ Ոչ, դրա մասին չի խոսքը։ Ընդհակառակը ֆենշու ընդհանուր անալիզի ժամանակ, աուդիտի ժամանակ մենք կարողանում ենք հասկանալ ընդհանուր տան պոտենցիալը, հա, ընդհանուր տան պոտենցիալը, որովհետև ֆենշուն դա տարածքը, դա կենդանի օրգանիզմ է, հա, եւ ինչպես օրինակ բժշկի դեպքում, երբ որ անձը գնում է բժշկի, նա հանձնում է անալիզներ, անցնում է որոշակի ստուգումներ եւ դրանից հետո այդ ամեն ինչի հիման վրա ուրեմն բժիշկը կատարում է վերլուծություն, հա, եւ տալիս է որոշակի խորհուրդներ ու նշանակում է որոշակի ուրեմն բուժման process, հա, բուժման process, որից հետո անձը պետք է վերականգնվի, հա։ Ֆենշու աուդիտի ժամանակ բնականաբար նայում ենք բոլոր տան հատվածները, նայում ենք մուտքի դուռը, ինչ որ մեկը Կրիստինա դուք նկարում եք իմ էկրանի վրա, հա, խնդրեմ չնկարեք։ Ուրեմն ինչ ենք անում, հա, մենք նայում ենք բոլոր հատվածները, նայում ենք մուտքի դուռը, նայում ենք ննջարանները, նայում ենք խոհանոցը, աշխատասենյակը եւ հյուրասենյակը։ Եվ ֆենշու աուդիտի ժամանակ, սա իմ սկզբունքն է եւ այս սկզբունքը ես միշտ պահում եմ, ես ուրեմն նայում եմ ոչ թե կոնկրետ մեկ անձի մասով, այլ նայում եմ ընդհանուր, հա, որովհետեւ շատ կարեւոր են նաեւ այլ բնակիչները տան, ինչ վիճակում են գտնվում եւ ինչպես է ազդում բնակարանը նրանց վրա։ Հա, սա եւս շատ կարեւոր է ու թե ինչ ժամանակահատվածում այս ամեն ինչը կատարվում։ Ֆենշու աուդիտի արդյունքում ինչ եք դուք ունենում։ Այսա շատ հետաքրքիր է, որտեղ է ձեր տան հիմնական էներգետիկ խնդիրը։ Եթե տունը ունի էներգետիկ խնդիր ու դուք աշխատում եք, օրինակ, հա, անում եք ակտիվացիաներ, օրինակ անում եք ֆինանսական հատվածի ակտիվացիա, բայց ժամանակ անցնում է ու չունեք փոփոխություն։ Ստեղ կարա լինի էներգետիկ խնդիր, հիմնական էներգետիկ խնդիր, որի բացահայտման լուծման դեպքում կլինի ձեզ մոտ արդեն ռեալ փոփոխություն, հա։ Ինչն է կարող աջակցել ֆինանսներին, մենք սրան ենք նայում, ինչն է ազդում հարաբերությունների վրա, սա բացահայտ կերպով դուք կարող եք իմանալ եւ դրա լուծումները բնականաբար կստանաք, ինչպես է աշխատում ձեր ննջասենյակը, որտեղ ֆենշում մենք ունենք հետաքրքիր լուծումներ, երբ որ միայն մահճակալի դիրքով կատարում ենք վերլուծություն, հա, այսինքն մահճակալի դիրքը բավական է, որպեսզի մենք հասկանանք, թե ով է այդ մարդը, ինչ նախասիրություններ ունի եւ ինչ խնդիրներ ունի։ Ինչպես է աշխատում ձեր աշխատանքային տարածքը, հա, եթե դուք տանն եք աշխատում կամ ունեք աշխատասենյակ, օֆիս, այսպես ասած, ապա դա եւս հնարավոր է նայել։ Եվ ամենակարևորը, ինչ փոփոխություններն են ձեզ համար առաջնահերթ, որոնք կատարելուց հետո կգրանցեք հաջողություններ։ Բնականաբար ամեն ինչ միանգամից չենք անում, այլ անում ենք քայլ առ քայլ, որպեսզի արդյունքը ճիշտ լինի ու ամեն ինչ ճիշտ ընթանա։ Սա ամենակարևոր բանն է, որ ես առաջնահերթություն եմ դնում ֆենշու աուդիտի ժամանակ ու հետագա, հա, նաև գործողությունների ժամանակ։ Հիմա եկեք ներկայացնեմ ֆենշու ակտիվացիաները, որ շատ հետաքրքիր է, շատերը գիտեն սրա մասին, ես ֆենշու ակտիվացիաները սկսել եմ 2026-ի սեպտեմբերին, կլինի արդեն 2 տարի, ինչ այս ակտիվացիաները ես տրամադրում եմ մետահաջողություն նախագծում ու ինչպիսի ակտիվացիաներ կան օգնության ակտիվացիաներ, երբ որ դուք անում եք, ստանում եք օգնություն արտաքին աշխարհից, կամ ֆինանսական աստղի ակտիվացիա, հա, երբ որ անում եք ակտիվացիա ֆինանսական աստղի եւ ակտիվացնում եք ձեր ֆինանսները, մեկ բաժակ ջրով էներգիայի վերականգնում,
էլի ակտիվացիա է, մեր առողջության վերականգնման, էներգիայի վերականգնման համար շատ լավ աշխատում է, նաև բազմաթիվ հիվանդություններ են բուժվում դրանով։ Հարաբերությունների ակտիվացիա, անում ենք ակտիվացիա, հարաբերությունները կարգավորելու։ Ունենք զբոսանք ակտիվացիա, տարբեր նպատակների համար եւ այլն։ Այսինքն ակտիվացիաները դրան գործողություններ են, որոնք մենք անում ենք որոշակի ժամանակում, որոշակի ուղղությամբ, որոշակի հատվածում եւ դրա հիման վրա մեր կյանք ներգրավում ենք ցի էներգիա կոնկրետ խնդրի լուծման համար։ Հիմա, եթե մենք վերցնենք առանձին Feng-Shui աուդիտը, ապա Feng-Shui աուդիտը ինքը 1 քառակուսու արժեքը արժե 2000 դրամ, հա, ու մինիմալ արժեք գոյություն ունի 80,000 դրամ է։ Եթե ավելացնենք Feng-Shui ակտիվացիաները, 1 ամսվա ակտիվացիաները 8000 դրամ է, բաժանորդագրությունը, 2 ամսվա կլինի 16000։ Ընդհանուր գինը, եթե հաշվենք, կլինի 96000։ Սակայն ձեզ համար, որպես մաստեր կլասի մասնակիցներ, ես ունեմ լավ առաջարկ։ Այս ամբողջը հնարավոր է ձեռք բերել 80,000 դրամով։ Սա բացառիկ առաջարկ է միայն նրանց համար, ովքեր մասնակցում են այս մաստեր կլասին։ Եվ այս առաջարկը հասանելի է ընդամենը 10 գրանցվողներին, այն 10 առաջին մարդկանց, ովքեր կցանկանան վերջնականապես հասկանալ ինչպես է աշխատում իրենց բնակարանը կամ առանձնատունը, անկախ քառակուսի մետրից, որտեղ սա հատուկ գին է, ինչ խնդիրներ կան, ինչը պետք է լուծել, առաջնային, դրանից հետո ինչը պետք է անել եւ ինչպես կարելի է լավացնել հաջողությունը։ Այս առաջարկը գործում է մինչև օգոստոսի 15-ը երեկոյան 23:00, ժամը Երևանի ժամով։ Կխնդրեմ սա նկատի ունենաք։ Ես ուզում եմ եւս մի քանի ուրեմն հետադարձ կապով ինձ գրած ուրեմն կարծիքներից ձեր հետ կիսվեմ, որ Feng-Shui ուրեմն կոնսուլտացիայի աուդիտի դիմելուց հետո մարդիկ գրել են։ Ինձ թվում է ձեզ էլ հետաքրքիր կլինի։ Ուրեմն Սիլվան է գրել, երբ որոշեցինք նոր բնակարան գնել, սկզբում մի քանի տարբերակ ունեինք ու արդեն պատրաստ էինք ընտրել մեկը, որը մեզ ամենաշատն էր դուր գալիս, բայց որոշեցի մինչև վերջնական որոշում կայացնելը խորհրդատվություն վերցնել, որ նաև Feng-Shui տեսանկյունից նայենք բնակարանին։ Արդյունքում այն բնակարանը, որ սկզբում ամենաշատն էր դուր եկել, խորհուրդ չտրվեց, որտեվ ես նայել եմ եւ ասել եմ, որ դա դրական չէ, չնայած ես հիշում եմ այս քեսը, ինքը համարվում էր քաղաքի լավագույն հատվածներից մեկը, բայց ամեն դեպքում ես ասացի, որ դա լավը չէ։ Անկեղծ ասած մի քիչ հիասթափվեցի, որովհետև արդեն պատկերացնում էի ինչպես ենք այնտեղ ապրելու, բայց հետո նայեցինք մյուս տարբերակներից մեկը եւ վերջնական ընտրությունը հենց դրա վրա կանգնեցրինք։ Հիմա արդեն մի քանի ամիս է ապրում ենք այնտեղ ու շատ գոհ ենք։ Տանը շատ ավելի հանգիստ եմ ինձ զգում, ամուսնուս հետ էլ ասում ենք, որ ճիշտ ընտրություն ենք արել։ Հիմա եթե նորից բնակարան ընտրելու լինեմ, հաստատ առանց Feng-Shui վերլուծության որոշում չեմ կայացնի։ Խորհուրդ եմ տալիս բոլորին, Իհարկե, ես միշտ խորհուրդ եմ տալիս, իմ առաջարկն է, իհարկե ցանկությունը ձեզն է, որ երբ որ դուք նոր բնակարան եք ընտրում, անպայման դիմեք Feng-Shui մասնագետի, որ մասնագետը գոնե մի հատ նայի ամենամինիմալ տարբերակով հասկանա արդյոք այդ բնակարանը լավն է եւ արդյոք դա համապատասխանում է ձեզ ու ձեր պահանջներին։ Սա շատ կարևոր է։ Իսկ եթե արդեն ընտրել եք բնակարանը, բնականաբար այդտեղ եւս պետք է աշխատանք կատարվի, միգուցե բնակարանը լավը չի, այնտեղ պետք է կատարել փոփոխություններ։ Ավելորդ գլխացավանքից ազատվելու համար ավելի լավ է սկզբից դիմել։ Սա իմ խորհուրդն է։ Եվ եւս մի հատ շատ հետաքրքիր կարծիքով եմ ուզում կիսվեմ, արդեն առանձնատան սա օրինակ է, երբ որ ուրեմն գրում է Արտյոմը, տուն կառուցելը պարզվեց շատ ավելի բարդ է, քան ես պատկերացնում էի, սկզբում մտածում էի ճարտարապետը նախագիծը կտա, մենք կհաստատենք ու կանցնենք գործի։ Բայց երբ սկսեցինք արդեն մանրամասների մեջ մտնել, ընկերներիցս մեկը արտերկրից խորհուրդ տվեց Feng-Shui տեսանկյունից նայել նախագծին։ Ամենահետաքրքիրն այն էր, որ մի քանի բան, որ մեզ համար լրիվ նորմալ էր թվում, փոխեցինք դեռ մինչև շինարարությունը սկսելը։ Մուտքի դիրքը, որոշ սենյակների տեղերը, ննջասենյակների դասավորությունը, նույնիսկ բակի ու տան փոխհարաբերությունը նորից նայեցինք։
Ու հիմա ամեն անգամ մտածում եմ, լավ էր, որ այդ ամենը սկզբից արեցինք, որովհետև եթե տունը կառուցված լիներ, հաստատ չէի ուզենա հետո պատեր քանդել ու ինչ-որ բան փոխել։ Մենք պարզապես գեղեցիկ տուն չենք կառուցում, փորձում ենք մի տուն ստեղծել, որտեղ մեր ընտանիքը իրեն լավ ու հարմար կզգա։ Ինձ համար սա շատ ավելի կարևոր դարձավ, քան սկզբում պատկերացնում էի։ Արմենը իր գործում լավագույնն է, եթե տուն եք ուզում կառուցել, դիմեք իրեն։ Հա։ Իմջալոց այս տղան դիմել էր մի հատ հնդիկ մասնագետի դրսից, Հնդկաստանից, ու ինչ որ խնդիրներ էին առաջացել, հետո դիմել էր ինձ ու մենք ոնց որ կարողացանք սա անել։ Հիմա Ժողովուրդ ջան, անցնենք առաջ ֆինանսական աստղի ակտիվացիա, ուրեմն սա շատ կարևոր ակտիվացիա ու վաղն է, ամսի 14-ին, ուրեմն հարավ-արևմուտքում, ինձ թվում է դուք կգտնեք ձեր տան բնակարանում հարավ-արևմուտքը, առավոտյան 7-ից մինչև երեկոյան 23:00 միացնում ենք մոմ։ Շատ կարևոր է, որ մոմը չհանգչի, այսինքն եթե չունեք մեծ մոմ, ուրեմն մի քանի հատ մոմ պահեք, որը, այսինքն եթե վերջանա, շարունակում եք։ Հա, վառում եք մյուսը մինչև ժամը 11-ը։ Ֆինանսական աստղի ակտիվացիան շատ լավ է աշխատում հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն իրենց սեփական բիզնեսը կամ աշխատում են կազմակերպությունում, բայց կողքից ինչ որ ուրիշ գործեր են անում, որովհետև ֆինանսական աստղի ակտիվացիան առաջինը ազդում է վաճառքների վրա, հա, բիզնեսի մասով, հա, սա նկատի ունեցեք, բայց եթե դուք աշխատում եք կազմակերպությունում միայն, ձեր մասով էլ կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ, չի բացառվում։ Ու այս ակտիվացիան ինքը ազդում է ամբողջ տան վրա, այսինքն եթե տանը կան մի քանի, հա, բնակիչներ, որոնք ամեն մեկը իրենց գործերով են, ապա այս ակտիվացիան կօգնի նաև մնացած մարդկանց, ոչ միայն ձեզ, որ անում եք, այլև բոլորին, ովքեր ապրում են այդ տանը 3 ամսից ավելի։ Նշեք ձեզ մոտ, հա, ես նայեցի շատ լավ էր, որ վաղն է, այսինքն անմիջապես վաղը առավոտյան արտանում եք, ժամը 7-ին միացնում եք մինչև ժամը 11-ը, անվտանգության կանոնները պահեք, հա, փորձեք նենց տեղ, այսինքն նենց լինի, որ մոմը չհալվի, չթափվի, այնուհետև ինչ որ վատ հետևանքներ չլինեն, փորձեք այդ ամեն ինչը հաշվի առնել եւ ամենակարևորը, այ հենց հիմա, երբ որ մենք ավարտենք մաստեր կլասը, գտեք ձեր հարավ-արևմուտքը ու փորձեք դա անել։ Հատակին մոմը չենք դնում, ցանկալի է մոմը լինի գետնից մինիմումը 60 սանտիմետր բարձրության վրա, հա, ինչի վրա ուզում եք դրեք, հա, բայց հատակին չդնեք, դա սխալ է, այդպես չի աշխատում, հա, սա իմ խորհուրդը ու փորձեք հետևել։ Так, հիմա այստեղ մի քանի բաներ եք գրել, ճիշտն ասած չեմ կարդացել, հիմա նայեմ, շատ շնորհակալ եմ ձեր նման անձկահարության մեջ, սա շատ կարևոր է մեզ համար, այո, սկսեցի լուրջ նայել ամեն ինչին, շնորհակալություն, այո, իհարկե, այս ամեն ինչին պետք է ուշադրություն դարձնել ու սրանով առաջնորդվելը շատ կարևոր է, ես խորհուրդ կտամ անպայման, որ այսուհետ ուշադրություն դարձնեք, հա, ու հետևեք, իսկ եթե առանձնատուն է եւ պատվալը խոհանոցի միջից է, դե պետք է մի հատ նայել հասկանալ, հա։ Ես էլ 2 անգամ օֆիս եմ փոխել ձեր օգնությամբ ու առանց ձեզ չեմ պատկերացնում տուն կամ նոր օֆիսը, շնորհակալ եմ, շատ խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ, ժողովուրդ ջան, ուրեմն հուսամ, որ ինֆորմացիան հետաքրքիր էր եւ եւս մեկ առաջարկ ունեմ ես ձեզ, իհարկե, առանց հրաժ ձեզ չէի թողնի, նրանք ովքեր ուրեմն կգրանցվեն աուդիտի համար, բնակարանի աուդիտի համար կստանան նաև 2 ամսվա անհատական օրացույց, իսկ ինչ է անհատական օրացույցը, դա ձեր անձնական տվյալների վրա, ծննդյան տվյալներով հաշվարկված օրացույցն է, որտեղ կան ձեր համար դրական, բացասական, հաղթանակի օրեր, պայմանագրերի ստորագրման, օգնության խնդրելու, ճանապարհորդության, մի խոսքով բժշկի դիմելու եւ այլն։ Այսինքն սա եւս կներառվի որպես նվեր իմ կողմից, եթե դուք դիմեք ուրեմն Fensho Audit-ի, ուրեմն մինչև ամսի 15-ը, հա, մինչև ամսի 15-ը երեկոյան 23:00։ Եվ վերջնական ներկայացնեմ առաջարկը, ուրեմն Fensho Audit-ը արժեր 80,000, Fensho ակտիվացիաները 16,000 2 ամսվա համար եւ անհատական օրացույցը
մեկ ամսվա համար 5,000, երկու ամսվանը կլինի 10,000։ Ընդհանուր արժեքը կազմում է 106,000, բայց որպես այս ուրեմն master class-ի, հա, մասնակիցներ դուք ունեք հատուկ գնի հնարավորություն։ Դա 80,000 դրամն է։ Սա շատ լավ գին է, բացառիկ գին է ու տարի մի անգամ եմ ես անում նման առաջարկ, բնականաբար ամեն տարի տարբեր են լինում, չեն կրկնվում գները, բայց այս տարի այս գինն է եւ եթե դուք ուզում եք վերջնականապես հասկանալ ձեր բնակարանը ինչպիսին է, ինչ հնարավորություններ կա եւ ինչպես փոխել, որտեղ ֆենշոն իրոք աշխատում է։ Ֆենշո ակտիվացիաները աշխատում են, ֆենշո ուրեմն լուծումները, որոնք արվում են տանը, դրանք ունենում են շատ մեծ ազդեցություն, հա, կյանքի, հաջողության, առաջընթացի, ոչ միայն ֆինանսականի, մնացած բոլոր առումներով շատ լավ աշխատում են։ Այնպես որ խորհուրդ կտամ բաց չթողնեք այս հնարավորությունը, հա։ Առաջարկը գործում է առաջին 10 գրանցվողների համար եւ մինչեւ օգոստոսի 15-ը, հա։ Դրանից հետո այլևս առաջարկը չի գործելու նման գնով, իհարկե։ Այսքանը հուսամ հետաքրքիր էր master class-ը, անպայման օգտագործեք այն գիտելիքը, որը ձեռք բերեցիք այս 2 օրերի ընթացքում։ Ես հիմա կարող եմ նաև հարցերի պատասխանել, եթե հարցեր կան գրեք, մեծ սիրով կպատասխանեմ։ Իսկ մինչ այդ ես ուրեմն Feng-Shui audit-ի գրանցվելու համար հիմա ես chat-ում կդնեմ հայտը, հա, ովքեր ցանկանում են, կարող եք հայտը լրացնել, հետո ձեզ հետ արդեն կապի մեջ կլինեն, կպայմանավորվենք մնացած մանրամասների համար։ Հայտը դրել եմ chat-ում, հա, այսինքն դեռ լրացնում եք ձեր տվյալները, մի քանի տվյալներ են շատ արագ ու դրանով վերջացնում ենք։ Так, երեկվա հիմա ես հարցերը կարդամ, հա, ինչ հարցեր ունենք։ Ձեր մի րոպե, շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար, խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ, շնորհակալություն Արմեն ջան, խնդրեմ, Լորետա, ակտիվացիան ընկնում է երկրորդ հարկում, հարստություն հատվածում, խնդիր չկա, կարող եք անել երկրորդ հարկում։ Ֆինանսական, եթե չեք աշխատում, կօգնի ֆինանսական, արեք, տեսեք ոնց կաշխատի, հնարավոր է ձեզ գումար նվիրեն, կամ գումար գտնեք, տենց դեպքեր շատ ա եղել։ Կարող եմ ննջարանի հարավ-արևմուտքում վառել, այո, կարող եք։ Ես էլ 2 անգամ, օքեյ, սա կարդացել է, ակտիվացիան ընկնում է տակ։ Ձեր ուղեցույցի ակտիվացիայի շնորհիվ ստացա իմ հողակտորը, շատ շնորհակալություն, խնդրեմ, ուրախ եմ, որ ստացվել է ամեն ինչ։ Երեկվա դռան թեմայի հետ կապված դիմացը կա անկյուն եւ քիչ հեռու թարմա, դա նորմալ է։ Տեսեք, եթե անկյունը ուղղված է դեպի մուտքի դուռը, դա բացասական ազդեցություն ունի։ Սուր անկյունները դեպի դուռը, դա բացասական է։ Դիմացը թարմա, ինչ հեռավորության վրա է։ Համ դա արդեն պետք է նայեք։ Շնորհակալություն, խնդրեմ, բարի երեկո ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալություն շատ, սկսենք ակտիվացիաներն անենք, որ ֆինանսական վիճակներս բարելավի, որ վճարովի ծառայություններից էլ օգտվենք։ Իհարկե։ Так, հայելիները տանվոր հատվածում կարելի է դնել։ Ժողովուրդ ջան, հայելիների մասով ես չեմ կարող ձեր հարցին պատասխանեմ հիմա, որովհետև դա կոմպլեքս է նայվում։ Հա, այսինքն ընդհանուր տան շատ հարցեր կան, հա, որ պետք է հաշվի առնել նոր հայելին տեղադրել։ Այն ինչը որ չի կարելի, մենք երեք խոսացել ենք։ Փորձեք հետևել այդ խորհուրդներին, դա արդեն մեծ փոփոխություն կլինի։ Շնորհակալություն շատ, խնդրեմ, իսկ կարելի է մոմ վառել աշխատանքի վայրում։ Այո, կարող եք վառել, եթե ձեր առանձին սենյակ ունեք, աշխատասենյակը վառեք։ Իմիջիայլոց, եթե ձեզ հետ նույն սենյակում մարդիկ կան, իրանք եք օգտվեն այդ ակտիվացիայից։ Որ հատվածում ենք ակտիվացնում ֆինանսական ակտիվացիան հարավ-արևմուտքում, վաղը առավոտյան 7-ից մինչև երեկոյան 11-ը։ Սուր անկյունը մուտքի դռան վրա չի նայում։ Okay, եթե չի նայում, ավելի լավ։ Եթե ամառային խոհանոցում գազօջախի եւ լվացարանի միջև 45 սանտիմետր է, ես այն օգտագործում եմ ամիսը 1 անգամ, 2 անգամ, ինչ անեմ։ Եթե ամառային խոհանոցը ինքը փակ վիճակում չի, այսինքն ինքը կոնկրետ պատեժ չունի, հա, առանձին կառույց չի, այլ բաց է, ուրեմն դուք խնդիր չունեք։ Դա չի համարվում ջրի եւ կրակի
բախում։ Եթե խոհանոցը ինքը փակ է, այդտեղ կարակ պրոբլեմ ունենանք, հա։ Ա, Սա սենց է աշխատում, հա։ Եթե բաց է, ինքը բաց տարածքում է, ուրեմն խնդիր չկա։ Կարող եք հանգիստ օգտագործել, հա։ Մենք ընդհանուր նայում ենք այն տարածք, այն դեպքերը, որտեղ կա փակ տարածք, բնակարան, տան ներսում եւ այլն։ Եթե բաց տեղում է, ուրեմն պրոբլեմ չունեք, կարող եք հանգիստ անել։ Ա, Այսքանը ժողովուրդ ջան, շատ շնորհակալ եմ բոլորից, ովքեր միացան։ Եթե հարցեր չկան, երևի սրանով ավարտենք, հա։ Երևի թե սրանով ավարտենք։ Ես մի րոպե էլ կսպասեմ, եթե հարցեր ունեք, գրեք։ Հմ։ Telegram-ում էլ եմ դրել հայտը Feng Audit-ի գրանցման, մեկ էլ եւս մի խնդրանք իմ կողմից, ամեն անգամ, երբ որ ես անում եմ master class-եր, ես միշտ հետադարձ կարծիք եմ հարցնում master class-ի մասով, հա, ինչպիսին էր master class-ը եւ այլն, ձեր կարծիքը իմ համար շատ կարեւոր է, որովհետեւ դա օգնում է, որ ես ամեն անգամ ավելի լավ ձևով ներկայացնեմ նյութը ու կխնդրեմ դա ընդամենը մի 3 րոպե է ձեզանից տանելու։ Հիմա կդնեմ Telegram-ի խմբում, կխնդրեմ, որ անցնեք ու արագ լրացնեք այդ հայտը, հա։ Շատ շնորհակալ կլինեմ ձեզ, եթե դա անեք։ Սա էլ լրացի։ Այսքանը ժողովուրդ ջան, դուք շատ մեծ աշխատանք կատարեցիք, դրա կատարեն շատ շնորհակալ եմ, խնդրեմ, շատ հիանալի ցանկալի է լինի շարունակելի։ Ա, Ես անում եմ տարվա մեջ մի քանի անգամ master class-եր ժողովուրդ ջան նմանատիպ։ Ա, Իհարկե այս ֆորմատով ինքը նորություն էր, ես նման ֆորմատով չէի արել։ Ինքը նորություն էր։ Ուրեմն, եթե գազօջախից հետո 80 սանտիմետր պահարան է, սպասք լվանալու մեքենան, հետո նույնիսկ 80 սանտիմետր ու լվացարանը նորմալ է։ 80-ը դեռ շատ լավ է, հա, մինիմում պետք է լինի 60։ Okay, շատ լավ։ Համոզվեցի, որ դուք անփոխարինելի եք։ Շնորհակալ եմ նման խոսքերի համար։ Չի հասցրել հատակագիծը նկարել։ Ոչինչ, կնկարեք հետո ձայնագրությունը կնայեք։ Ժողովուրդ ջան, ձայնագրությունը իհարկե կլինի։ Անընդհատ գրում են, չգիտեմ ինչի են գրում, բայց ասում են, բայց մեկը գրում են։ Մի խոսքով, essence, սա sense։ Մի վարքյան։ Ըհը։ Վերջ, այսքանը, եկեք ավարտենք, շնորհակալ եմ բոլորին, ուսամ հետաքրքիր ինֆորմացիա ստացաք եւ արդեն նրանք, ովքեր կցանկանան աուդիտի համար գրանցվեն, արդեն ձեր հետ առանձին կպայմանավորվենք, խոսենք։ Լավ եղեք, մաղթում եմ բոլորիդ ամենայն բարիք, ֆինանսական մեծ հաջողություններ, մեծ ակտիվացիաներ։ Իհարկե լավ կլինի, որ հետո կիսվեք ձեր հաջողություններով, կարող եք խմբում կիսվել կամ կարող եք առանձին ինձ գրեք, եթե խմբում չեք ուզում, սովորաբար մարդիկ կամ որ չեն սիրում կիսվել ընդհանուր, կարող եք ինձ գրել, դա շատ հետաքրքիր է նաև իմ համար եւ նաև ինֆորմացիա, հա, որը ես հավաքում եմ, ուսումնասիրում եմ, չնայած որ գիտեմ, որ ինչն է աշխատում ու միշտ տալիս եմ հենց այդ ինֆորմացիան, ամեն դեպքում ամեն մեկի մոտ մի փոքր տարբեր է ստացվում։ Այսքանը, բարի գիշեր բոլորին, մինչ հաջորդ անգամ։ Հստակություն։